Բարև ձեզ հետ Էման է, հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Թուղթն էժանագին էր, այնպիսին, որ վաճառում էին կրպակներում։ Հին տպիչով տպված տառերը փոքր-ինչ լղոզված էին, կարծես վախից կամ խոնավությունից։ Սակայն այդ մոխրագույն անդեմ տեքստից կտրված 4 բառերը բացարձակ հստակ էին։ Դրանք մխրճվեցին ուղեղիս մեջ, ինչպես 4 շիկացած մեղ։ Ձեր որդին չի մեռել։ Ես կանգնած էի մեր շենքի մուտքի փոստարկղի մոտ, ձեռքումս պահած այդ անիծյալ անանուն թերթիկը, և զգում էի, թե ինչպես է հողը, այն պինդ, հուսալի հողը, որի վրա 48 տարի կառուցել էի կյանքս, վերածվում մածուցիկ ճահճի։ Օդը չէր հերիքում, ականջներիս մեջ այնպիսի զնգոց էր, կարծես կողքիս զանգարված էին։ Ես վերընթերցեցի նորից ու նորից, բառերը չէին փոխվում, դրանք դաժան էին ու միանշանակ, ինչպես դատավճիռ։ Գոռ, ես չեմ կարող հայտնել անունս, բայց այլևս չեմ կարող լռել։ Ձեր որդին չի մեռել, նա ողջ է։ Ձեր կինը նրան տվել է ուրիշ մարդկանց։ Եթե ուզում եք իմանալ ճշմարտությունը, փնտրեք այն Դիլիջանում, Տերյան փողոց, տուն 17։ Նրանք խաբում են ձեզ։ Իմ անունը Գոռ է։ Ես 48 տարեկան եմ, և դեռ մի ամիս առաջ ինձ համարում էի աշխարհի ամենադժբախտ և միաժամանակ ամենաերջանիկ մարդը։ Դժբախտ, որովհետև հուղարկավորել էի որդուս, որին սպասել էի գրեթե 20 տարի։ Երջանիկ, որովհետև կողքիս նա էր, իմ Մարիամը, իմ կինը, իմ միակ հենարանը, ով ինձ հետ կիսում էր այդ վիշտը։ Բայց որպեսի հասկանաք, թե ինչու ես չայրեցի այդ թերթիկը, դեն չնետեցի որպես չարկատակ, այլ դրա փոխարեն կյանքս ճակ տվեց առաջի ու հետոյի, ես պետք է ձեզ մի բան խնդրեմ։ Խնդրում եմ մեկնաբանություններում գրեք, թե որ քաղաքից կամ երկրից եք։ Ինձ համար կարևոր է իմանալ, որ այս պատմությունը լսում են կենդանի մարդիկ, որ ես պարզապես չեմ գոռում դատարկության մեջ, այն խլացուցիչ լռության մեջ, որը բնակություն հաստատեց իմ տանը 1 ամիս առաջ։ Իսկ ամեն ինչ սկսվեց հենց լռությունից, այն նույն լռությունից, որը տիրեց այն երեկո, երբ Մարիամի հետևից փակվեց ծննդատան դուռը։ Ես պատրաստ էի ուրիշ բանի։ Ես սպասում էի ճիչերի, լացի, հիստերիայի։ Ես մտքումս կրկնում էի սփոփանքի բառեր։ Պատրաստ էի նրա համար քարե պատ դառնալ, բայց նա պարզապես ներս մտավ, լուր հանեց վերարկուն, նստեց նախասրահի փոքրիկ աթոռակին և ասաց, նայելով մի կետի. Նա չապրեց, Գոռ։ Ներիր ինձ։ Եվ վերջ։ Ոչ մի արդյունք, ոչ մի հեկեկոց, միայն այդ մեռյալ սառած դատարկությունը նրա աչքերում։ Ես այն ժամանակ դա վերագրեցի շոկին։ Գրկեցի նրան, սեղմեցի իմ կողմը նրա փխրուն, պաղած մարմինը։ Ոչինչ, Մարիամ ջան, ոչինչ, հարազատս, մենք կհաղթահարենք, շշնջում էի ես, իսկ աչքերիցս արդյունքները հոսում էին այտերովս ու կաթում նրա մազերին։ Ես լաց էի լինում երկուսիս փոխարեն։ Ես ճարտարապետ վերականգնող եմ, մարդ սովոր ճշգրտության, գծագրերի, հաշվարկների։ Ես ամբողջ կյանքում հավատացել եմ, որ ցանկացած ճակ կարելի է փակել, ցանկացած ավերակ վերականգնել։ Եվ ես համոզված էի, որ մենք կվերականգնենք նաև մեր կյանքը։ Մենք այս երեխային սպասում էինք որպես հրաշքի։ Ես 48 տարեկան եմ, Մարիամը 42։ Բժիշկները ձեռքերն էին տարածում, ասում էին, որ շանսեր գրեթե չկան, իսկ հետո, երբ արդեն համարյա համակերպվել էինք, 2 գիծ։ Նրա ամբողջ հղիությունը ինձ համար սրբազան ծես էր։ Ես, հասուն կայացած տղամարդս, վերածվել էի հոգատար դայակի։ Ես նրա վրայից փոշին էի փչում, հյութեր էի եփում, բարձրաձայն հեքիաթներ էի կարդում, որպիսի մեր որդին դեռ այնտեղ, ներսում, սովորի իմ ձայնին։ Ես իմ ձեռքերով կահավորեցի մանկական սենյակը։ Գիշերները, քանի դեռ Մարիամը քնած էր, ես գնում էի տան նկուղում գտնվող իմ արհեստանոցը և աշխատում։ Ես վերականգնում էի 15-րդ դարի հնաուճ մի գրասեղան։ Բարդ քրտնաջան աշխատանք էր։ Փայտի, մոմի ու բևեկնայուղի հոտը ինձ միշտ հանգստացնում էր։ Ես այն բերել էի Մարիամի հորաքրոջից, սարսափելի վիճակում, կոտրվածքներով, ճաքերով, խցանված դարակներով։ Որոշեցի, որ կվերականգնեմ այն մինչև որդուս ծնվելը։ Դա կլինի իմ նվերը նրան, խորհրդանիշ այն բանի, որ նույնիսկ ավերակներից կարելի է գեղեցկություն ստեղծել։ Ուզում էի, որ նա էլ, ինչպես ես, սովորի տեսնել իրերի հոգին, սովորի գնահատել այն, ինչ ստեղծված է ձեռքերով։ Այն օրը, երբ Մարիամին տարա ծննդատուն, այդ աշնան ամենաարևոտ օրն էր։ Մենք ծիծաղում էինք։ Նա այնքան գեղեցիկ էր, հոգնած, բայց փայլող։ Ես շուտով կվերադառնամ, Գոռ, ասաց նա,
ինձ համբուրելով ընդունարանի մոտ, եւ մենք կլինենք երեքով։ Իսկ 3 օր հետո նա զանգեց։ Ձայնը օտար էր, խուլ։ Գոր, արի, ամեն ինչ վատ է։ Հիշում եմ ինչպես էի սլանում քաղաքով, խախտելով բոլոր կանոնները։ Հիշում եմ հիվանդանոցի սառը ստերիլ միջանցքը։ Հիշում եմ բժշկին, ով փախցնում էր հայացքը։ Բարդություններ ծննդաբերության ժամանակ։ Թույլ էր, մենք արեցինք ամեն ինչ, ինչ կարող էինք։ Ես բառերը չէի լսում էի միայն բզզոցականչներումս։ Աշխարհը փլուզվեց։ Իսկ հետո նա դուրս եկավ, իմ Մարիամը, եւ ասաց հենց այն նույն նախադասությունը, եւ նրա աչքերում հենց այն նույն դատարկությունն էր։ Այդ օրվանից մեր տունը լռեց։ Մենք կարծես ապրում էինք միասին, բայց իրականում ամեն մեկս մեր պատյանի մեջ էր։ Մարիամը գրեթե դուրս չէր գալիս ննջարանից։ Ես գլխովին թաղվեցի աշխատանքի մեջ։ Ժամերով հղկում էի փայտը, ընտրում շպոնը, փորձելով ձեռքերովս խլացնել սրտիս ցավը։ Ես կարծում էի դա վիշտ է, կարծում էի մեզ պարզապես ժամանակ է պետք։ Բայց հենց այդ ժամանակ, այդ լռության մեջ ես սկսեցի նկատել տարօրինակություններ։ Մանր, գրեթե աննկատ, ինչպես ճաքերը լաքի վրա։ Մի գիշեր ծարավից արթնացա եւ լսեցի, թե ինչպես է Մարիամը ինչ-որ մեկի հետ շշնջում հեռախոսով, լոգարանում։ Մոտեցա դրանը։ Ես այլևս չեմ կարող։ Լաց էր վինում նա անընդհատ տանն է, չգիտեմ որտեղից ճարել էլի։ Նա կհարցնի։ Լսելով քայլերս նա անմիջապես անջատեց զանգը, դուրս եկավ անվրդով դեմքով։ Ընկերուհիս էր զանգել, խնդիրներ ունի, նետեց նա ու անցավ կողքովս։ Մեկ այլ անգամ տեսա, թե ինչպես է նա տնից դուրս գալիս, պայուսակի մեջ թաքցնելով փողի հաստ կապոց։ Մարիամ ջան, ուր։ Մայրիկիս մոտ գոր, դեղերի համար։ Ես այն ժամանակ զարմացա։ Նրա մայրը համեստ էր ապրում, եւ այդ գումարը նրան կբավականացներ մի ամբողջ տարի։ Բայց ես լռեցի։ Ես այնքան անձնուրաց էի ուզում հավատալ, որ այս ամենը պարզապես մեր վշտի հետևանքն է, որ ինձնից վանում էի ցանկացած կասկած։ Ես պատրաստ էի ամեն ինչ արդարացնել։ Ես, մի մարդ, ով ամբողջ կյանքում ճաքեր էր փնտրում, դեմ առ դեմ չէի տեսնում այն հսկայական, բացված անդունդը, որը հայտնվել էր մեր տան մեջտեղում։ Ես կույր էի, կույր սիրուց եւ սեփական վշտից։ Կարծում էի, թե մենք նույն նավակի մեջ ենք, բայց պարզվեց նա վաղուց արդեն ուրիշ նավ էր նստել։ Եվ ահա այսօր այս թերթիկը ձեռքումս դարձավ այն անողոք լույսը, որը ցրեց խավարը։ Դա պարզապես լույս չէր, դա ռենտգեն էր, որը ցույց տվեց իմ ընտանիքի մարմնի բոլոր կոտրվածքներն ու մետաստազները, փնթեք ճշմարտությունը։ Ես սեղմեցի բռունցքս այնպես, որ էժանագին թուղթը մխրճվեց ափիս մեջ։ Օ, ես այն կփնտրեմ։ Եվ ես վախենում էի ոչ թե նրանից, ինչ կարող էի գտնել, այլ նրանից, որ արդեն սկսել էի կռահել։ Իմ ամբողջ կյանքը, այն ամանը, ինչին հավատում էի, կառուցված էր սարսափելի ստի վրա։ Բնակարանի դուռը շրխկաց, վերադարձավ Մարիամը։ Նա մտավ նախասրահ, տեսավ ինձ, փոստարքերի մոտ կանգնած, գունատված այդ թերթիկը ձեռքիս։ Նրա ժպիտը, ձգված ու հոգնած, իսկույն չքացավ դեմքից։ Գոր, բան է պատահել, հարցրեց նա, եւ նրա ձայնի մեջ ես առաջին անգամ լսեցի ոչ թե հոգատարություն, այլ վատ թաքցրած խուճապ։ Բան է պատահել։ Այս հարցը կախվեց շքամուտքի հնացած օդում։ Նա նայում էր ինձ։ Խուճապը ակնհայտ էր, բայց նա հուսահատորեն փորձում էր այն թաքցնել հոգնած հոգատարության դիմակի տակ։ Ես լուր մեկնեցի նրան թերթիկը։ Նրա ձեռքը երբ վերցնում էր այն, թեթևակի դողաց, ես հետևում էի նրա դեմքին, ամեն մկանին, մաշկի երանգի ամեն փոփոխությանը։ Ես վերականգնողս, սովոր նկատել նրբագույն նրբերանգները, հիմա անցկացնում էի կյանքիս ամենակարևոր փորձաքննությունը։ Նա աչքերով անցավ տողերի վրայով։ 1 վայրկյան, 2, 3։ Ոչինչ, նրա դեմքը չդողաց։ Այն վերածվեց դիմակի, հաղճապակյա, սառը, անթափանց, իսկ հետո այդ դիմակը ճակեց։ Նրա շուրթերի անկյունները իջան ներքև, աչքերը լցվեցին արցունքներով։ Նա ճմրթեց թերթիկը եւ սեղմեց կրծքին։ Աստված իմ, հեվաց նա, եւ նրա ուսերը սկսեցին դողալ անձայն հեկեկոցից։ Ինչպիսի դաժանություն, ով կարող էր նման բան գրել Գոր, ով կարող էր մեզ հետ այդպես վարվել։ Նա լաց էր լինում այնքան անկեղծ, այնքան անմխիթար,
Նա նայում էր ինձ արդյունքների միջից, եւ նրա աչքերում ցավի այնպիսի անդունդ կար, որ ցանկացած նորմալ մարդ կգրկեր նրան, կսեղմեր իրեն եւ կսկսեր անիծել անհայտ սրիկային, ով որոշել էր ծաղրել նրանց վիշտը։ Բայց ես նորմալ չէի։ Իմ մեջ արդեն բնակություն էր հաստատել թույնը, եւ այդ թույնը ինձ ստիպում էր վերլուծել։ Նրա արձագանքը չափազանց արագ էր, չափազանց ճիշտ։ Նա չընկավ շփոթմունքի մեջ։ Նա չհարցրեց ինչ է սա։ Նա չցուցադրեց ոչ մի կասկած, ոչ մի նշույլ հույսի։ Նա անմիջապես ակնթարթորեն ընդունեց չար կատակի տարբերակը։ Նա դեր էր խաղում էր հանճանեղորեն։ Գնանք տուն, Մարիամ, ասացի ես խուլ ձայնով, վերցնելով նրանից բանալիները եւ բացելով դուռը։ Ես պետք է շարունակեի խաղը։ Ես պետք է թույլ տայի նրան հավատալ, որ նա ինձ համոզեց։ Տանը նա չէր հանգստանում, քայլում էր հյուրասենյակում ձեռքերը տանջելով։ Սա քո նախկին հաճախորդներից մեկն է, նախանձողներ, դու ինչ-որ մեկի ճանապարհն ես կտրել։ Նա առաջ էր քաշում տարբերակներ, մեկը մյուսից աբսուրդ, ստեղծելով տեղեկատվական աղմուկ, որպիսի խլացնի միակ ճշմարիտը։ Ես նստած էի բազկաթոռին եւ լուռ հետևում էի այդ ներկայացմանը։ Ներսումս սառնություն էր ու լռություն։ Որդուս կորստի ցավը, այն սուր կտրող ցավը, որը հետապնդում էր ինձ այս ամբողջ ամիսը, հանկարծ բթացավ։ Դրա տեղը եկավ մի այլ զգացում, հետազոտողի սառը, սուր հետաքրքրասիրությունը։ Իմ կինը մի նախագիծ է, բարդ, բազմաշերտ, կեղծ պանելներով ու կրկնակի հատակով, եւ ես պետք է այն բացահայտեմ։ Այս ամբողջ ամիսը, որը ես համարում էի մեր ընդհանուր վշտի ամիսը, հիմա իմ առջև հայտնվեց այն լույսի ներքո։ Ես սկսեցի հիշել։ Մանրամասները, որոնց ես նշանակություն չէի տալիս, հիմա դասավորվում էին մի տգեղ խճանկարի մեջ։ Նրա մշտական բացակայությունները, թարմոտ շնչելու համար, որոնցից հետո նա վերադառնում էր կարմրած աչքերով։ Ես կարծում էի նա լաց է լինում այգում։ Իսկ եթե նա ինչ-որ տեղ էր գնում, նրա հեռախոսային շշուկով խոսակցությունները, ես կարծում էի ընկերուհիներն են նրանց սփոփում։ Իսկ եթե դրանք հրահանգներ էին ու փողեր, խոշոր գումարը, որը ես հայտնաբերեցի անհետացած մեր ընդհանուր հաշվից 2 շաբաթ առաջ։ Ես այն ժամանակ հարցրեցի նրան. «Մարիամ ջան, դու փող ես հանել»։ Նա սթափվեց, բայց արագ կողմնորոշվեց։ «Այո, գոր, ներիր, մոռացել էի ասել։ Հիշում ես, ուզում էինք օգնել մանկատանը։ Ես փոխանցեցի նրանց։ Հիմա այնպիսի ժամանակ է նրանց հաստատ շատ դժվար է»։ Դա այնքան նրա ոճով էր, նա միշտ կարեկից էր։ Ես հավատացի նրան, ինչպիսի հիմար էի։ Ես հավատում էի նրա ամեն բառին, որովհետև չէի կարող թույլ տալ այն միտքը, որ իմ Մարիամը, իմ հանդարտ քնքուշ Մարիամը կարող է ստել։ Ստել այսպիսի սարսափելի ձևով։ Գիշերը ես չքնեցի։ Ես պառկած էի նրա կողքին, զգալով նրա մարմինի ջերմությունը։ Եվ ինձ թվում էր, թե պառկած եմ սառցե արձանի կողքին։ Նա քնած էր կամ ձևացնում էր, թե քնած է։ Նրա շնչառությունը հավասար էր։ Հանգիստ, մաքուր խղճով մարդու կամ երկաթյա նյարդերով մարդու շնչառություն։ Վաղ առավոտյան, երբ նա դեռ քնած էր, ես կամաց վեր կացա եւ գնացի իմ արհեստանոցը։ Գրեթե պատրաստ է։ Մնացել է մի դարակ։ Ամենաբարդը։ Այն խցանվել էր վերջնականապես։ Ես գիտեի, որ դրա հետևում թաքնված է գաղտնի բաժանմունք։ Այդպես էր կառուցված այդ դարաշրջանի կահույքը։ Բայց ես չէի կարողանում գտնել մեխանիզմը։ Փորձում էի սեղմել, շարժել, փնտրում էի քողերկված կոճակներ։ Ապարդյուն։ Այս դարակը ինձ համար խորհրդանիշ դարձավ։ Նրա գաղտնիքի խորհրդանիշը։ Արտաքուստ այնքան հարթ եւ ներսից ամուր փակված։ Ես նստեցի դազգահի մոտ։ Փնտրիր ջաքը։ Հիշեցի հորսը խոսքերը։ Որտեղ էր առաջին ջաքը։ Ես փակեցի աչքերս եւ սկսեցի մտքումս պտտել վերջին ամիսները։ Հեռախոսը։ Ամեն ինչ սկսվեց հեռախոսից։ Նա սկսեց թաքցնել այն, տանել իր հետ լոգարան։ Նա գաղտնաբար դրեց, չնայած նախկինում երբեք չէր արել։ Չափազանց շատ սպամ է գալիս սիրելիս։ Բացատրեց նա։ Ես վերադարձա ննջարան։ Մարիամը քնած էր ձեռքը դրած այդի տակ։ Նրա հեռախոսը դրված էր պահարանիկի վրա։ Վերցրեցի այն։ Ապակու եւ մետաղի սառը հարթ կտոր։ Օտար։ Փորձեցի ներմուծել գաղտնաբառը։ Մեր հարսանիքի ամսաթիվը չի համապատասխանում։ Նրա ծննդյան տարեթիվը չի համապատասխանում։
մեր որդու անունը, որով ուզում էինք կոչել նրան, Միքայել, չի համապատասխանում։ Ես ինձ գող էի զգում, ներխուժող։ Դա նվաստացուցիչ էր, բայց ես պետք է անեի դա։ Վերադարձա արհեստանոց։ Ես ունեի գործիքներ, փոքրիկ բացիչներ, բարակ զոնդեր, որոնցով բացում էի հնաոճ կողպեքները։ Դա ոսկերչական աշխատանք էր։ Ես գիտեի, որ ժամանակակից հեռախոսները այդքան հեշտ չես բացի, բայց ինձ պետք չէր ներսը մտնել։ Ինձ պետք էր SIM քարտը։ Ես զգուշությամբ հանեցի պլաստիկի այդ փոքրիկ կտորը, դրեցի այն իմ հին կոճակավոր հեռախոսի մեջ, որը պահում էի արտակարգ դեպքերի համար։ Միացրեցի զանգերի ցուցակը։ Համարների մեծ մասը ինձ ծանոթային, մայրիկ, Լիանային գերուհին, գեղեցկության սրահ։ Բայց մի համար կրկնվում էր տասնյակ անգամներ, ամեն օր, երբեմն օրական 5-6 անգամ, այն գրանցված էր պարզապես V։ Զանգերը կարճ էին, 1-2 րոպե, և գրեթե միշտ այդ զանգերից հետո Մարիամը գնում էր օդ շնչելու։ Եվս մի բան, ամեն ամսվա 17-ին, վերջին կես տարվա ընթացքում, նա բանկից հաղորդագրություն էր ստանում նույն խոշոր գումարի մուտքագրման մասին, և հենց այդ օրը կամ հաջորդը այդ գումարը փոխանցվում էր մի անհայտ հաշվեհամարի։ Ամսի 17-ը։ Դա այն օրն էր, երբ ես աշխատավարձ էի ստանում։ Նա վերցնում էր իմ փողերի մի մասը և ինչ-որտեղ փոխանցում։ Դա համակարգ էր։ Ես SIM քարտը հետ դրեցի նրա հեռախոսի մեջ և այն վերադարձրի իր տեղը։ Ձեռքերս աշխատում էին մեքենայաբար, բայց ներսումս ամեն ինչ դողում էր։ Ես մինչև առավոտ նստեցի արհեստանոցում, նայելով այդ անիծյալ փակ տարակին։ Ես փակուղու առաջ էի, ունեի համարը, ունեի բանկային փոխանցումները, բայց դա ոչինչ չէր ապացուցում։ V-ն կարող էր լինել ով ասես, բարեկամ, բժիշկ, Վարդան, Վիգեն։ Ես պետք է տեսնեի սեփական աչքերով։ Պլանն ինքնըստինքյան հասունացավ, պարզ, նվաստացուցիչ և միակ հնարավորը։ Ես կսպասեմ մինչև նա նորից գնա օդ շնչելու և կհետևեմ նրան։ Ես լրտես կդառնամ սեփական կյանքումս։ Այս միտքն ինձ համար զզվելի էր։ Ես, գործը, մարդ, ով միշտ ճշմարտությունն ասել է երեսին, պետք է թաքնվեմ երեխայի պես, բայց ուրիշ ելք չկար։ Ես պետք է գնայի այդ ճաքի հետքերով մինչև վերջ, նույնիսկ եթե վերջում ինձ սպասեր կատարյալ դատարկություն։ Առավոտյան Մարիամն իրեն այնպես էր պահում, ասես երեկվա նամակի հետ կապված պատմությունը չի էլ եղել։ Նա սուրճ եփեց, պանրիկներ պատրաստեց, պատմում էր ինչ-որ մանրուքների, եղանակի, նոր սերիալի մասին։ Նա նորից իմ կատարյալ կինն էր, իսկ ես նստած էի դիմացը, խմում էի նրա կատարյալ սուրճը և ինձ զգում էի ինչպես Հուդան խորհրդավոր ընթրիքին։ Միայն թե այստեղ դավաճանում էին ինձ։ Ես այսօր կգնամ Դիլիջան, ասացի ես իբրև թե պատահական, հետևելով նրա արձագանքին։ Ուզում եմ այնտեղ ամառանոցի համար հողատարածք նայել, ընկերս էր խորհուրդ տվել։ Նա մի վայրկյան քարացավ, բաժակը ձեռքին, ընդամենը վայրկյանի մի մասը, բայց ես նկատեցի, նրա բիբերը լայնացան։ Իսկ բաժակի բռնակը սեղմող մատները սպիտակեցին։ Դիլիջան, հարցրեց նա, և ձայնը մի փոքր բարձրացավ։ Այո, ասում են լավ տեղ է, հանգիստ։ Հա, ձգեց նա արագ տիրապետելով իրեն։ Լավն է երևի, բայց հեռու չէ գոր։ Գուցե ավելի մոտիկ մի բան նայենք։ Նա արդեն նորից ժպտում էր, բայց ես տեսա, որ խայծը կուլ տվեց։ Ես դիպուկ կրակեցի։ Տուն 17։ Նամակի այդ հասցեն հիմա պարզապես թվերի հավաքածու չէր, դա բանալին էր։ Հաջորդ մի քանի օրերը վերածվեցին տանջանքի։ Դա լուռ, հյուծող հոգեբանական պատերազմ էր, որը ես միայնակ վարում էի իմ սեփական տարածքում։ Մարիամս գոլով վտանգը դարձավ էլ ավելի անթերի։ Նա ինձ շրջապատեց այնպիսի խիտ, խեղդող հոգատարությամբ, որ երբեմն ուզում էի գոռալ։ Նա պատրաստում էր իմ սիրելի ուտեստները, ինձ համար նոր շապիկներ գնում, երեկոյան ծածկոց բերում։ Գոր, այնքան գունատ ես, քեզ հանգիստ է պետք, ասում էր նա շոյելով ձեռքս։ Դա մեղրե թաքարդ էր, դասական հնարք, որը նպատակ ուներ քնեցնել զգոնությունս։ Նա հուսահատորին փորձում էր ինձ վերադարձնել կույր վստահության այն երանելի վիճակին, որի մեջ ես եղել էի երկար տարիներ։
բայց մեխանիզմն արդեն գործի էր դրվել։ Ես կասկածից դրդված էի անում իմ գործը։ Նրա ամեն մի հպումը այրում էր։ Ամեն մի քնքուշ բառը կեղծ էր հնչում։ Ես շարունակում էի խաղալ։ Ձևացնում էի, թե հանգստացել եմ, թե հավատացել եմ չար կատակի տարբերակին։ Ճիշտ ես, Մարիամ ջան, ասացի նրան մի երեկո։ Երևի մրցակիցներիցս մեկն է որոշել վատություն անել։ Մոռանանք։ Տեսա, թե ինչպես նա թեթևացած շունչ քաշեց։ Նա հավատաց, կամ ձևացրեց, թե հավատաց։ Մենք երկուսս էլ դերասան դարձանք այս սարսափելի ներկայացման մեջ։ Ես սպասում էի։ Գիտեի, որ նա երկար չի դիմանա։ Նրան պետք էր գործել։ Պետք էր կապվել այդ վեի հետ։ Պետք է շարունակել իր գաղտնի կյանքը։ Եվ ես ճիշտ դուրս եկա։ 3 օր հետո, շաբաթ առավոտյան, նա սկսեց պատրաստվել։ Հագավ իր լավագույն զգեստը, այն, որով թատրոն էինք գնում։ Օծանելիք սրսկեց։ Նրա օծանելիքի բույրը, որը ես միշտ այդքան սիրել էի, հիմա ինձ ստի հոտ էր թվում։ Ես գնում եմ շրջանավարտների հանդիպման սիրելիս, ասաց նա համբուրելով այդս։ 100 տարի է չենք տեսնվել։ Ուշ կգամ, չսպասես։ Շրջանավարտների հանդիպում, շաբաթ առավոտյան, նոր շտապ հորինված սուտ։ Սա իմ շանսն էր։ Ես սպասեցի, մինչև նրա մեքենան անհետացավ շրջադարձի հետևում և վազեցի ավտոտնակ։ Ես մի հին Նիվա ունեի, որը պահում էի ձկնորսության գնալու համար։ Աննկատ, կեղտոտ, իդեալական մեքենա հետևելու համար։ Սիրտս բաբախում էր կոկորթումս։ Ինձ զգում էի էժանագին դետեկտիվի հերոս, խաբված ամուսին, ով հետևում է անհավատարիմ կնոջը։ Ինչպիսի նվաստացում։ Բայց ես վանում էի այդ մտքերը։ Ես ամուսին չէի, ես քննիչ էի։ Նրան հասա արդեն քաղաքի ելքի մոտ։ Նա վստահ էր վարում, առանց հետ նայելու։ Նա համոզված էր, որ ես տանն եմ մնացել, իր հոգատարությամբ օրորված։ Նա չգնաց դեպի կենտրոն, որտեղ սովորաբար լինում են ռեստորանները հանդիպումների համար։ Նա թեքվեց դեպի քաղաքից դուրս տանող մայրուղին, հենց այն, որը տանում էր դեպի Դիլիջան։ Հիմա կասկած չկար։ Ես հեռավորություն էի պահպանում, թաքնվելով բեռնատարների ու ավտոբուսների հետևում։ Կես ժամ անց նա գլխավոր ճանապարհից թեքվեց ըստ ցուցանակի։ Ես դանդաղեցրի ընթացքը, բաց թողեցի մի քանի մեքենա և գնացի նրա հետևից։ Թաղամասը հենց այնպիսին էր, ինչպիսին պատկերացնում էի։ Թանկարժեք, բարձր պարիսպներով առանձնատներ, լռություն, սոչիներ, կատարյալ սիզամարգեր, հարուստ ու հաջողակ մարդկանց աշխարհ։ Աշխարհ, որտեղ տեղ չկար հին պարտքերի ու շանտաժիստների համար։ Մարիամը կանգնեց թիվ 17 տան մոտ։ Ես կայանեցի մի փոքրային կողմ ճանապարհի ոլորանի մոտ, թաքցնելով Նիվան յասամանի խիտ թփերի հետևում։ Այստեղից ինձ լավ երևում էր և տունը, և դարպասը։ Տունը հսկայական էր, ժամանակակից ճարտարապետություն, ապակի և մուգ փայտ, թանկարժեք մեքենա մուտքի մոտ։ Ես նստած էի իմ հին Նիվայի մեջ ու նայում էի այդ առանձնատանը, և խճանկարը գլխումս ոչ մի կերպ չէր հավաքվում։ Եթե նրան շանտաժի են ենթարկում, ապա ինչու է նա գալիս նման տուն։ Շանտաժիստները նման վայրերում չեն ապրում։ Եթե սա սիրեկան է, ապա ինչու ինչու նման գաղտնիություն։ Ես մեքենայի մեջ նստեցի գրեթե 1 ժամ։ Արևը տաքացնում էր։ Ես իջեցրի ապակին, սրահ թողնելով սոճու փշատերևի ու նոր հնձած խոտի հոտը։ Եվ հանկարծ դարպասը բացվեց։ Ճանապարհին դուրս եկավ Մարիամը։ Նա մենակ չէր։ Նրա կողքով քայլում էր մի բարձրահասակ, լավ հագնված տղամարդ, մոտ 50 տարեկան, ճերմակած քունքեր, վստահ կեցվածք, թանկարժեք ժամացույց ձեռքին։ Նրանք ինչ-որ բանի մասին էին խոսում։ Տղամարդը ժպտում էր։ Մարիամն էլ էր ժպտում, բայց նրա ժպիտը ձգված էր, նյարդային։ Սա նա էր, հենց այդ նույն վ-ն։ Ես կարճեցի ղեկից։ Ահա նա, սիրեկանը, հարուստ, հաջողակ։ Ամեն ինչ իր տեղն ընկավ։ Նա իր համար ուրիշին է գտել, իսկ ես ձեր հիմարս, պարզապես հարմար քողարկում էի։ Ցավը սուր էր, գրեթե ֆիզիկական, կարծես կրծքիս մեջ դանակ մխրճեին, բայց ես ինձ ստիպեցի նայել։ Ես պետք է տեսնեի ամեն ինչ մինչև վերջ։ Նրանք մոտեցան դարպասին։ Նա ինչ-որ բան ասաց նրան, և Մարիամը գլխով արեց։ Տղամարդը կռացավ, որպեսզի համբուրի նրան։ Ես աչքերս փակեցի, չէի ուզում դա տեսնել, բայց համբույր չեղավ։ Բացեցի աչքերս։ Նա պարզապես համբուրեց նրա այտը, պաշտոնական, գրեթե ընկերական։ Եվ այդ պահին տնից դուրս վազեց մի կին, երիտասարդ, գեղեցիկ, էլեգանտ ամառային զգեստով։ Նա վազեց նրանց մոտ և ինչ-որ բան հուզված ասաց, ցույց տալով տունը։ Տղամարդու դեմքն իսկույն փոխվեց։
Նա ինչ-որ բան արագ ասաց Մարիամին, շրջվեց եւ այդ կնոջ հետ գնաց դեպի տուն։ Իսկ Մարիամը մնաց դարպասի մոտ մենակ։ Նա այդպես կանգնեց մի րոպե, նայելով նրանց հետևից։ Նրա ուսերը կախված էին։ Նա լքված ու անverջ միայնակ տեսք ուներ։ Հետո նա դանդաղ քայլեց դեպի իր մեքենան։ Այդ պահին իմ թաքստոցից ես տեսա այն, ինչ նորից ամեն ինչ շուրթվեց։ Երկրորդ հարկի պատշգամբում հսկայական համապատկերային պատուհանի հետևում հայտնվեց մի կնոջ ուրվագիծ։ Գրկում նա երեխա ուներ, սպիտակ գլխարկով մի մանկիկ։ Կինը օրորում էր նրան գրկում։ Ես չէի կարող սխալվել։ Մարիամը բարձրացրեց գլուխը եւ նայեց այդ պատուհանին։ Նա նայում էր երեխային, եւ նրա հայացքի մեջ նույնիսկ հեռավորության վրա ես կարդացի սիրո, կարոտի ու ցավի այնպիսի խառնուրդ, որ սիրտը սկսեց ճմլվել։ Նա նայում էր ուրիշի երեխային, թե ձեր որդին չի մեռել, նա ողջ է։ Նամակի բառերը նորից այրեցին ուղեղս։ Ես նայում էի կնոջս, ով կանգնած էր թանկարժեք առանձնատան մոտ, հարուստ տղամարդուն, մյուս կնոջը, պատուհանի մանկիկին, եւ ես ոչինչ չէի հասկանում։ Սա ավելի վատ էր, քան պարզ դավաճանությունը։ Սա ինչ-որ շատ ավելի բարդ ու սարսափելի բան էր։ Դա մի գաղտնիք էր, որի բանալին ընկած էր ինչ-որ տեղ այնտեղ, թիվ 17 տան բարձր պարսպի հետևում։ Այդ պահին ես զգացի, թե ինչպես մեկը թխթխացրեց մեքենայի սապակուն։ Կտրուկ շրջվեցի։ Պատուհանից այն կողմ թաղամասի համազգեստով պահակներ կանգնած։ «Ինչ եք անում այստեղ», հարցրեց նա։ «Այս փողոցով երթևեկությունը միայն բնակիչների համար է»։ Սիրտս կանգնեց, բռնվեցի, անցավ գլխովս։ Ես իջեցրի ապակին։ Պահակի դեմքը երիտասարդ էր, բայց արդեն հոգնած ու կասկածամիտ։ «Հա, մոլորվել եմ», մրմնջացի ես, ձևացնելով շփոթված ամառանոցատեր։ «Ընկերոջս տունն եմ փնտրում, բայց նավիգատորը կարծես խափանվել է»։ Նա զննեց իմ հին նիվան, հետո ինձ։ Նրա հայացքում ակնհայտ անվստահություն կար։ «Որ փողոցն է ձեզ պետք»։ «Սոչուտ»։ Ես ասացի առաջին պատահած անունը։ Նա քմծիծաղ տվեց։ «Սոչութը թաղամասի մյուս ծայրում է։ Շրջվեք եւ գնացեք ուղիղ գլխավոր ճանապարհով, եւ այստեղ այլևս չկանգնեք։ Մեզ մոտ հսկողություն է»։ Ես շտապ գլխով արեցի, միացրի շարժիչը եւ դանդաղ հեռացա, զգալով նրա ծանր հայացքը թիկունքիս։ Ես անցա մինչև փողոցի վերջը, շրջվեցի եւ դուրս եկա թաղամասից։ Հետին տեսադաշտի հայելու մեջ տեսնում էի, թե ինչպես է պահակը դեռ որոշ ժամանակ նայում հետևիցս։ Ես տապալեցի գործողությունը։ Քիչ էր, որ ոչինչ հստակ չպարզեցի, դեռ մի բան էլ նկատվեցի։ Հիմա եթե Մարիամն ու այդ 6 տղամարդը համագործակցում էին, պահակը հաստատ կզեկուցի տարօրինակ մեքենայի մասին։ Տուն էի գնում մեքենայաբար։ Գլխումս քաոս էր։ Երեխան։ Ամենակարևորը, ես տեսա երեխային, կենդանի, իրական մանկիկի, եւ տեսա, թե ինչպես էր Մարիամը նրան նայում։ Բայց ովքեր էին այդ մարդիկ։ Ինչու է իմ որդին, եթե դա նա է, ապրում նրանց մոտ։ Պարտքերի ու շանտաժի պատմությունը, որը նա ինձ պատմել էր, հիմա էլ ավելի անհամոզիչ էր թվում։ Շանտաժիստները նման առանձնատներում չեն ապրում եւ իրենց զոհերի այդը չեն համբուրում։ Տանը Մարիամին գտա խոհանոցում։ Նա նստած էր սեղանի մոտ, գլուխը հենած ձեռքին եւ նայում էր պատուհանից։ Նա չլսեց ինչպես ներս մտա։ Մոտեցա եւ լուռ նստեցի դիմացը։ Նա սթափվեց եւ բարձրացրեց աչքերը։ Դրանց մեջ այնպիսի մահացու հոգնածություն կար, որ զայրույթս մի պահ տեղի տվեց ինչ-որ խղճահարության նման մի զգացողության։ Ինչպես անցավ հանդիպումը, հարցրեցի հավասար ձայնով։ Նա թոթվեց ուսերը։ Նորմալ։ Նստեցինք, հիշեցինք։ Նա նորից ստում էր, բայց արդեն առանց կրակի, առանց ոգևորության։ Ստում էր իներցիայով։ Եվ այդտեղ ես չդիմացա։ Գրպանիցս նորից հանեցի հենց այն նույն նամակը, արդեն բավականին ճմրթված, եւ դրեցի սեղանին, մեր մեջտեղում։ «Մարիամ», ասացի ցածր, բայց այնպես որ նա ցնցված։ «Ես ուզում եմ, որ դու սա կարդաս եւս մեկ անգամ։ Ոչ թե որպես դաժան կատակ, այլ որպես ճշմարտություն»։ Նա սևերվեց նամակին, հետո ինձ։ Աչքերում վախ փայլեց։ «Գոռ, չէ որ մենք պայմանավորվեցինք»։ «Ոչ, մենք չենք պայմանավորվել։ Ես ինքս ինձ հետ էի պայմանավորվել, որ քեզ կհավատամ, բայց ես այլևս չեմ կարող։ Այս նամակը, քո զանգերը, փողերը, քո ուղևորությունները եւ այս։ Դիլիջան տուն 17։ Ես գիտեմ, որ դու այսօր այնտեղ էիր»։ Նա սպիտակեց թղթի պես։ Դու ինձ հետևել ես, շշնջաց նա։ Ես ճշմարտությունն էի փնտրում, Մարիամ, եւ կարծես թե այն գրեթե գտել եմ։ Ես տեսա քեզ, տեսա այն տղամարդուն եւ տեսա երեխային պատուհանի մեջ։ Սա վերջն էր։
Ես տեսա, թե ինչպես նրա աչքերում փլուզվեց պաշտպանության վերջին գիծը։ Նա նայում էր ինձ, եւ նրա հայացքը լի էր հուսահատությամբ։ Նա հասկացավ, որ անկյուն է քշված, եւ այդ ժամանակ նա կոտրվեց։ Նա գլուխը թեքեց սեղանին ու սկսեց հեկեկալ։ Այս անգամ իսկապես դառնագին, սարսաթելի, հոգոցով։ Այդպես լաց են լինում մարդիկ, ովքեր շատ երկար իրենց մեջ գրել են անտանելի մի ծանրություն։ Ես նստած սպասում էի։ Նրան չէի սփոփում, ես սպասում էի ճշմարտությանը։ Անցավ երևի 10 րոպե։ Վերջապես նա բարձրացրեց գլուխը։ Դեմքը թաց էր, ուրաց, խղճուկ։ Դա ճիշտ է, հևաց նա։ Մեր որդին, նա ող չէ։ Նույնիսկ պատրաստ լինելով դրան ես զգացի, թե ինչպես սառը ալիքն անցավ մեջքովս։ Մի բան է կարծալանանում նամակը, եւ բոլորովին այլ բան լսել դա նրանից։ Որտեղ է նա, ովքեր են այդ մարդիկ։ Դա բարդ է Գոր։ Ես չեմ հարցնում բարդ է թե ոչ։ Ես հարցնում եմ ովքեր են նրանք։ Նա խորը շունչ քաշեց, ուժերը հավաքելով։ Տղամարդու անունը Վադիմ է, իսկ կնոջը Ինգա, դա նրա կինն է։ Ով է նա քեզ համար։ Նա կակազեց։ Նա իմ առաջին սերն է։ Մենք միասին էինք դեռ ինստիտուտում, քեզնից առաջ։ Հետո բաժանվեցինք։ Նա գնաց Մոսկվա, կարիերա արեց, հարստացավ։ Մենք չէինք տեսնվել գրեթե 20 տարի։ Ես լսում էի ու զգում, թե ինչպես է ներսումս եռում խուլ կատաղությունը։ Առաջին սեր։ Ուրեմն ես ճիշտ էի։ Դա պարզապես խաբեություն չէր, դա դավաճանություն էր ամենախորը մակարդակում։ Եվ ինչ, ատամների արանքից քամեցի ես։ Որոշեցիր հիշել հին օրերն ու երեխա ծննդաբերել քո առաջին սիրո համար։ Իսկ ես պարզապես քողարկում էի։ Ոչ, գրեթե գոռաց նա։ Ոչ, դու չես հասկանում։ Նրանք Ինգայի հետ չէին կարողանում երեխա ունենալ։ Նրանք տարիներ, միլիոններ էին ծախսել բուժման վրա։ Ամեն ինչ անողուտ էր։ Իսկ մի տարի առաջ մենք պատահական հանդիպեցինք հենց այն նույն շրջանավարտների հանդիպման ժամանակ։ Նա իմացավ, որ մենք երեխա չունենք, եւ նա առաջարկեց։ Ինչ առաջարկեց։ Նա առաջարկեց օգնել, փոխնակ մայրություն։ Նա ասաց, որ կվճարի լավագույն կլինիկայի, լավագույն բժիշկների համար։ Ասաց, որ դա իրենց միակ շանսն է։ Իսկ ես մտածեցի ինչու ոչ։ Մեզ մոտ չէր ստացվում։ Իսկ այսպես ես կկարողանայի օգնել լավ մարդկանց եւ երեխա ծննդաբերել։ Մեզ համար Գոր, մեզ համար։ Ես լսում էի այս զառանցանքը եւ աչքերս մտնում էին։ Մեզ համար։ Դու երեխա ես ծննդաբերել ինձնից, որպիսի նրան տաս քո նախկին սիրեկանին, եւ դա անվանում ես մեզ համար։ Նա սիրեկան չէ, մենք պարզապես ընկերներ ենք։ Ես ուզում էի լավ լինի։ Պլանն այն էր, որ ես կծննդաբերեմ, կտամ նրանց երեխային, նրանք կգնան արտասահման, իսկ մենք քեզ հետ ուրիշի կգործեգրենք։ Ես քեզ կասեի, որ մերը մահացել է, իսկ հետո որոշ ժամանակ անց մենք մանկատնից փոքրիկի կվերցնեինք։ Դու ոչինչ չէիր իմանա, մենք երջանիկ կլինեինք։ Ես վերթերա, աթոռը թիկունքիս հետևում աղմուկով ընկավ։ Երջանիկ, գոռացի ես։ Դու կարծում ես ես երջանիկ կլինեի ապրելով ստի մեջ, մեծացնելով որդեգրված երեխայի, այն դեպքում, երբ իմ հարազատ որդին մեծանում է օտար ընտանիքում քո ընկերոջ հետ։ Նա կծկվեց իմ գոռոցից։ Բայց ամեն ինչ այնպես չգնաց, շշնջաց նա։ Երբ ես նրան ծննդաբերեցի, երբ նրան գրկեցի, հասկացա, որ չեմ կարող նրան տալ Գոր։ Ես սիրում եմ նրան, չեմ կարող։ Այդ դեպքում ինչու տվեցիր։ Վադիմը, նա ասաց, որ արդեն ուշ է, ասաց, որ ամեն ինչ վճարված է, որ Ինգան չի դիմանա։ Նա ճնշեց ինձ, նա հիշեցրեց ինձ, նա լռեց։ Անցյալի որոշ բաների մասին։ Նա ասաց, որ եթե ես հրաժարվեմ, նա ամեն ինչ կպատմի քեզ, եւ այդ ժամանակ ես կկորցնեմ եւ քեզ, եւ երեխային։ Նա վերցրեց նրան, իսկ ինձ հրամայեց խաղալ վշտից կոտրված մորը դերը։ Ես կանգնած էի խոհանոցի մեջտեղում ու նայում էի նրան, եւ ես այլևս ոչինչ չէի զգում, ոչ զայրույթ, ոչ ցավ, ոչ խղճահարություն, միայն դատարկություն, հսկայական այրված մի դատարկություն։ Նա դավաճանեց ինձ, նա վաճառեց մեր որդուն, նա ինձ ստում էր ամեն օր։ Իմ ամբողջ կյանքը, այն ամենը, ինչ կառուցել էի, ինչին հավատում էի, թղթե տնակ դուրս եկավ, եւ այդ տնակը հենց նոր փլվեց։ Ես ուզում եմ տեսնել նրան, ասացի ես խուլ ձայնով։ Չի կարելի, վախեցած շշնջաց նա։ Վադինն արգելել է, նա ասաց, որ եթե դու իմանաս, ինձ թքած ունեմ նա ինչ է ասել, դա իմ որդինն է, ես նրան կտեսնեմ հենց այսօր։ Ես շրջվեցի ու գնացի դեպի ելքը։ Գոր, պետք չէ, գոռում էր նա թիկունքիցս, դու ամեն ինչ կփչացնես, նա շատ ազդեցիկ մարդ է, նա մեզ կոչնչացնի։ Ես չէի լսում, գնում էի դեպի մեքենաս, ես գնում էի Դիլիջան,
գնում էի որդուս հետ բերելու։ Ճանապարհը միջև Դիլիջան ինձ հավերժություն թվաց, ներսումս եռացող կատաղությունը խառնվել էր սառը վախի հետ։ Ինչ կասեմ, ինչ կանեմ, կներխուժեմ այդ տուն ու ուժով կխլեմ երեխային, ինձ կբռնեն պահակները, ոստիկանություն կկանչեն, եւ ես նրանց աչքերում կթվամ մի խելագար, ով ներխուժել է օտարի տուն եւ փորձում է առևանգել մի մանկիկի։ Մարիամը մի հարցում ճիշտ էր, Վադիմն ազդեցիկ մարդ է, նա հաստատ արդեն ապահովագրել է իրեն, պատրաստել է բոլոր թղթերը։ Հնարավոր է նա նույնիսկ ձեռքի տակ ունի Մարիամի ստորագրած հրաժարագիրը ծնողական իրավունքներից։ Ես դանդաղեցրի ընթացքը։ Էմոցիաները վատ խորհրդատու են։ Ես վերականգնող եմ։ Իմ գործը կոտրելը չէ, այլ շերտերը բացելը, նախնական մտահղացումը գտնելը, ճիշտ ու զգույշ գործելը։ Ես չէի կարող սխալվել, գինը չափազանց բարձր էր։ Կայանեցի նույն տեղում յասամանի թփերի հետևում եւ սկսեցի հետևել։ Տունն ապրում էր իր կյանքով։ Սիզամարգի վրա այգեպանն էր աշխատում։ Ավտոտնակից դուրս եկավ ու հեռացավ հենց այն երիտասարդ կինը Ինգան։ Երկրորդ հարկի պատշգամբում այն նույն պատուհանի մոտ նորից հայտնվեց թայակը մանկասայլակով։ Որդիս այնտեղ էր, ինձնից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։ Նստած էի մեքենայում եւ ինձ բացարձակ անզոր էի զգում։ Անցավ 1 ժամ, երկրորդը։ Չգիտեի ինչի եմ սպասում։ Գուցե սպասում էի, որ Վադիմը դուրս կգա տնից եւ ես կկարողանամ խոսել նրա հետ դեմ առ դեմ։ Գուցե պարզապես վճռականություն էի հավաքում։ Արևը սկսեց մայր մտնել։ Եվ հանկարծ տեսա, թե ինչպես տանը մոտեցավ Մարիամի մեքենան։ Նա եկել էր այստեղ մեր խոսակցությունից անմիջապես հետո։ Եկել էր զգուշացնել նրանց, թե օգնություն խնդրել, արդեն չգիտեի ինչ մտածել։ Նա արագ դուրս եկավ մեքենայից եւ անհայտացավ դարպասի հետևում։ Հիմա նրանք բոլորն այնտեղ էին, 3 չափահաս մարդիկ, ովքեր իմ թիկունքում որոշում էին իմ երեխայի ճակատագիրը։ Ներսումս նորից սայրույթ բռնկվեց։ Հերիք է նստելու սպասել։ Դուրս եկա մեքենայից եւ վճռական քայլերով ուղղվեցի դեպի տունը։ Դոմոֆոնի կոճակը չսեղմեցի, պարզապես հրեցի ծանր դարբնագործ դարպասը։ Այն փակ չէր, մտա տարանցք, կատարյալ հնձված սիզամարգ, վարդանոց, շատրվան, ամեն ինչ գոռում էր փողի եւ կարգու կանոնի մասին։ Մուտքի մոտ ինձ դիմավորեց հենց այն պահակը, ով նախորդ անգամ վռնել էր ինձ։ Ում էիք փնտրում, հարցրեց նա արդեն առանց նախկին քաղաքավարության, փակելով ճանապարհս։ Ինձ պետք են Վադիմը եւ կինս, Մարիամը։ Նրանք տանը չեն։ Նա ստում էր, նայելով ուղիղ աչքերիս։ Ես տեսնում էի Մարիամի մեքենան, կայանված ավտոտնակի մոտ։ Մի ստիր ինձ տղա, ասացի ցածր, բայց այնպես, որ նա մի քայլ հետ գնաց։ Ասա նրան, որ եկել է Մարիամի ամուսինը, Գորը։ Եթե նա մի րոպեից դուրս չգա, ես ոստիկանություն կկանչեմ եւ կհայտնեմ երեխայի առևանգման մասին։ Դա ազդեց, պահակն անհայտացավ տան մեջ։ 1 րոպե անց մուտքի մոտ դուրս եկավ նա, Վադիմը, տնային սվիտերով, հանգիստ, ինքնավստահ, կյանքի տերը։ Նրա թիկունքում կանգնած էր մահացու գունատ Մարիամը։ Գոր, ասաց Վադիմը թեթև քմծիծաղով, չէի սպասում ձեզ այստեղ տեսնել։ Մարիամն ասում էր, որ դուք ինքներդ ձեր մեջ չեք ողբերգությունից հետո։ Ողբերգությունը չեղարկվում է, կտրեցի ես։ Ես գիտեմ, որ որդիս ողջ է, եւ նա այստեղ է։ Վադիմը հոգոց հանեց։ Այո, բարդ իրավիճակ է։ Համեցեք տուն, փողոցում տեսարաններ չսարքենք։ Մտա ներս։ Ներսում ամեն ինչ ավելի շքեղ էր։ Պատերին նկարներ, հնաոճ կահույք։ Ինձ տարան հսկայական հյուրասենյակ, որտեղ բուխարի կար։ Ինգան, նրա կինը, նստած էր բազկաթոռին։ Ինձ տեսնելով նա վեր թռավ։ Վադիմ, ինչ է կատարվում, ով է սա։ Մարիամի ամուսինն է, սիրելիս, փոքրիկ թյուրիմացություն ունենք։ Նա խոսում էր կնոջ հետ այնպես, ասես երեխայի բացատրեր, թե ինչու է անձրև գալիս։ Ես ուզում եմ տեսնել որդուս, ասացի ես, անտեսելով նրանց։ Հենց հիմա։ Վադիմը նստեց դիմացի բազկաթոռին, ոտքը ոտքին գցած։ Գոր, եկեք չշտապենք։ Տեսնում եմ դուք էմոցիոնալ մարդ եք։ Մարիամը երևի ձեզ ամեն ինչ չի բացատրել։ Ձեր որդին, նա դադար տվեց։ Իրավաբանորեն արդեն այնքան էլ ձերը չէ։ Մարիամը ստորագրել է բոլոր անհրաժեշտ թղթերը։ Նա կամավոր հրաժարվել է երեխայից հօգուտ մեզ։ Մենք նրան որդեգրել ենք։ Նրա անունը Անտոն է, եւ նա մեր որդինն է։ Նայեցի Մարիամին։ Նա կանգնած էր պատի մոտ, չհամարձակվելով բարձրացնել աչքերը։ Դա ճիշտ է, հարցրեցի ես։ Նա լուր գլխով արեց։
Ահա եւ ճշմարտության պահը։ Ոչ թե շանտաժ, ոչ թե պարտքեր, այլ կամավոր հրաժարում։ Վաճառք։ Նա վաճառել է մեր որդուն։ Ինչու՞, միայն կարողացա հարցնել։ Գոր, ես, սկսեց նա։ Բայց Վադիմը նրան ընդհատեց։ Այն պատճառով գոր, որ ես կարողացա առաջարկել նրան եւ երեխային այն, ինչ չէիք կարող դուք։ Կայունություն, ապագա, խնդիրներից ազատում։ Մարիամն անցյալում որոշակի դժվարություններ ուներ, որոնք ես օգնեցի լուծել այս փոքրիկ ծառայության դիմաց։ Նա ժպտաց։ Դա գիշակչի ժպիտ էր, ով հենց նոր կուլ էր տվել իր զոհին։ Ինչ խնդիրներ։ Դա ձեզ չի վերաբերում։ Դա իմ եւ Մարիամի անցյալն է։ Գլխավորը, որ պետք է հասկանաք։ Դուք ոչ մի իրավունք չունեք։ Երեխան մերն է։ Եվ որքան արագ դա գիտակցեք ու անհետանաք մեր կյանքից, այնքան լավ կլինի բոլորի համար։ Առաջին հերթին Մարիամի համար։ Սա բացահայտ սպառնալիք էր։ Ես կանգնած էի այդ շքեղ հյուրասենյակի մեջտեղում, եւ ինձ դող էր բռնել կատաղությունից ու անզորությունից։ Նրանք ամեն ինչ մտածել էին։ Նրանք ինձ փակել էին բոլոր կողմերից։ Նրանք ունեին փող, կապեր, ստորագրված թղթեր։ Ես ոչինչ չունեի։ Ես ուզում եմ նրան պարզապես տեսնել, կրկնեցի համառորեն։ Մեկ անգամ։ Ես դրա իրավունքն ունեմ։ Վադիմը նայեց ինգային։ Նա նյարդային գլխով արեց։ Լավ, ասաց նա, մեկ անգամ, որպիսի համոզվեք, որ նրա հետ ամեն ինչ կարգին է, եւ այլևս երբեք այստեղ չհայտնվեք։ Ինգա, բեր Անտոնին։ Ինգան դուրս եկավ։ Մեկ րոպե անց նա վերադարձավ, գրկած կապույտ ծածկոցով մի կապոց։ Նա մոտեցավ ինձ։ Ես նայեցի այդ փոքրիկ դեմքին։ Փոքրիկ քիթ, թմբլիկ այտեր եւ աչքեր, իմ աչքերը։ Նա նայում էր ինձ, անգիտակցաբար իհարկե, բայց նայում էր։ Եվ այդ պահին իմ ամբողջ կատաղությունը, իմ ամբողջ ցավը, ամեն ինչ անցավ։ Մնաց միայն սերը, հսկայական, ամենակուլ սերը այս փոքրիկ էակի, որդուս հանդեպ։ Տվեք ինձ նրան պահեմ, խնդրեցի ես։ Ինգան վախեցած նայեց Վադիմին։ Նա գլխով արեց։ Կինը դժկամությամբ երեխային փոխանցեց ինձ։ Նա տաքուկ էր, ծանր։ Նրանից կաթի հոտ էր գալիս։ Ես նրան սեղմեցի ինձ եւ հասկացա, որ առանց նրան այստեղից ոչ մի տեղ չեմ գնա։ Ես նրան երբեք չեմ տա։ Դե լավ, հերիք է, ասաց Վադիմը, տեղից բարձրանալով։ Տեսակ։ Իսկ հիմա բարի եղեք վերադարձրեք իմ որդուն եւ հեռացեք։ Ես բարձրացրի աչքերս։ Ոչ, ասացի ցածր, բայց հաստատուն։ Սա իմ որդին է, եւ նա այստեղից կգնա ինձ հետ։ Վադիմը ծիծաղեց։ Դուք զվարճալի մարդ եք, գոր։ Ես արդեն բացատրեցի, դուք իրավունքներ չունեք։ Պահակներ։ Նա պատի վրա ինչ-որ կոճակ սեղմեց։ Հյուրասենյակ անմիջապես մտան երկու հսկա տղամարդ։ Վերցրեք նրանից երեխային եւ շպրտեք դարպասից դուրս։ Նրանք շարժվեցին դեպի ինձ։ Ես հետ քաշվեցի, որդուս սեղմելով կրծքիս։ Չմոտենաք, գոռացի ես։ Չհամարցակվեք։ Մարիամը նետվեց մեր միջև։ Վադիմ, պետք չէ, խնդրում եմ, նա չի հասկանում։ Դա իր խնդիրն է, սառը պատասխանեց նա։ Հեռացրեք նրան։ Պահակներից մեկը բռնեց ուսիցս։ Ես ցնցվեցի։ Երեխան լաց եկավ։ Եվ այդ պահին լսելով որդուս լացը ես հասկացա, որ այլևս չեմ կարող լինել վերականգնող։ Հիմա ես պետք է դառնայի կործանող։ Երեխայի լացը հարվածեց նյարդերիս, ինչպես հոսանքի հարված։ Մեկ վայրկյանում աշխարհը սեղմվեց մինչև իմ գրկի այդ փոքրիկ ճչացող կծիկը։ Աշխարհի պես հին բնազդը, հայրական բնազդը, որի մասին ես նույնիսկ չէի կասկածում, մթագնեց ամեն ինչ՝ վախը, տրամաբանությունը, նվաստացումը։ Ահակը կոպիտ քաշեց ձեռքս, փորձելով խլել որդուս։ Ես արձագանքեցի մեքենայաբար։ Ես 48-ամյա ճարտարապետս, ով վերջին անգամ կռվել էր դեր դպրոցում, շրջվեցի եւ ամբողջ ուժով արմունկով հարվածեցի նրա ստամոքսի հատվածին։ Նա կծկվեց ու երկու տակ եղավ, բաց թողնելով ինձ։ Երկրորդ պահակը, ապշած նման լկտիությունից, քարացավ վարքյանի մի մասը։ Դա ինձ բավական էր։ Ես նետվեցի ոչ թե դեպի ելքը, որտեղ ինձ իսկույն կբռնեին, այլ տան խորքը։ Չգիտեի տան հատակագիծը, բայց տեսա երկրորդ հարկ տանող աստիճանները։ Վազեցի դրանցով, թռչելով աստիճանների վրայով, գրկումը սեղմելով լացող որդուս։ Կանգնիր, որոտում էր Վադիմը թիկունքիս հետևում։ Կանգնիր, բռնեք նրան։
Ես հետևիցս շրխակացրի առաջին պատահած դուռը։ Դա նենջարան էր, հսկայական համապատկերային պատուհանով եւ ելքով դեպի այն նույն պատշղամբը։ Վազեցի դեպի դուռը, փակեցի փականը։ Ծանր քայլերն արդեն թնդում էին միջանցքում։ Դուռը թխկացրին։ Բաց արա, միևնույն է ոչ միտեղ չես փախչի։ Շուրջս նայեցի, պատշղամբ։ Ելքը միայն մեկն էր, դեպի ցած։ Բարձրությունը մոտ 4 մետր էր։ Մահացու չէր, բայց երեխան գրկիս։ Նայեցի որդուս։ Նա դադարել էր լացել եւ նայում էր ինձ իր հսկայական, ոչինչ չհասկացող աչքերով։ Կներես փոքրիկս, շշնջացի ես։ Պապադը ստիպված է մի քիչ խենթանալ։ Վազեցի դեպի մահճակալը, պոկեցի ծանր ծածկոցը, արագ փաթաթեցի երեխային, ստեղծելով մի տեսակ բոժոր, սեղմեցի ինձ։ Դուռը ճրջրաց հարվածների տակ։ Ես դուրս թռա պատշղամբ։ Ներքևում կատարյալ սիզամարգի վրա արդեն կանգնած էր երկրորդ պահակը, գլուխը բարձրացրած։ Թրջելը խենթություն էր։ Նետվեցի պատշղամբի եզրը։ Տան կողքին մի հին ճյուղատարած սոչի էր աճում։ Նրա ստորին հաստ ճյուղը հենց ոտքերիս մակարդակին էր։ Դա իմ միակ շանսն էր։ Անցա բազրիքի վրայով, մի ոտքս դրեցի ճյուղին։ Այն սպառնալից ճրջրաց, բայց դիմացավ։ Կանգնիր, գորած պահակը ներքևից։ Ես չէի լսում, ես անճոռնի արջի պես կառչելով կեղևից բնով սահեցի ներքև, ոտքերս թուլացան եւ ես ծնկի իջա փափուկ փշատերևների վրա, երեխան նորից լաց եղավ, վեր թռա եւ վազեցի վարդերի թփերի միջով, շատրվանի կողքով դեպի Պարիսպը, թիկունքիս հետևում լսում էի ճիչեր ու վազքի ձայներ, Պարիսպը բարձր էր, բայց պատի մոտ նկատեցի դիզված փայտեր, մագլցեցի դրանց վրայով, երեխային զգուշությամբ անցկացրի Պարիսպի մյուս կողմը, խիտ թփերի մեջ, իսկ հետո անցա ինքս։ Ես ազատության մեջ էի, ազատ եւ որդուս հետ գրկումս։ Վազում էի թաղամասով, ճանապարհ չհարցնելով։ Հասկանում էի, որ հիմա նրանք ոստիկանություն կկանչեն, կփակեն բոլոր ելքերը։ Ինձ պետք էր թաքնվել եւ որքան հնարավոր է արագ։ Իմ Նիվան մնացել էր այնտեղ, մյուս փողոցում։ Դրան վերադառնալն ինքնասպանություն էր։ Դուրս եկա գլխավոր ճանապարհ, հեռում տեսա ավտոբուսի կանգառը, վազելով հասա այնտեղ, շնչահեղձ լինելով։ Սիրտս այնպես էր բաբախում, որ կարծես ուզում էր դուրս թռչել կրծքիցս։ Երեխան լաց էր լինում։ Փորձում էի նրան հանգստացնել, օրորում էի, բայց նա չէր լռում։ Նա քաղցած էր ու վախեցած, ինչպես եւ ես։ Մոտեցավ մի հին դղրտացող ավտոբուս, նետվեցի ներս։ Ուղևորները, մի քանի պարավ կին ու մի քնաթաթախ ուսանող, հետաքրքրությամբ սևեռվեցին ինձ։ Մազերը խառնված մի տղամարդ, թանկարժեք, բայց հողոտ ու խեժոտ հագուստով, գրկում լացող մանկիկ։ Մինչև քաղաք, հևալով ասացի ես, հսկիչին փող մեկնելով։ Տանը հայտնվեցի միայն 2 ժամ անց։ Մտա բնակարան եւ լռությունն ինձ խուլացրեց։ Մարիամը չկար։ Նա մնացել էր այնտեղ։ Երևի հենց նա էլ կազմակերպել էր հետապնդումը։ Գնացի մանկական սենյակ, այն նույն սենյակը, որն այդքան սիրով պատրաստել էի։ Որդուս դրեցի մահճակալի մեջ։ Նա իսկույն քնեց, հոգնած լացից ու ճանապարից։ Ես կանգնած էի նրա գլխին ու նայում էի նրան։ Որդիս, Միքայելը։ Որոշեցի, որ նրա անունը Միքայել կլինի, ինչպես որ ուզում էինք։ Նայում էի նրան ու հասկանում, ինչ եմ արել։ Ես առևանգել եմ երեխայի։ Իրավաբանորեն դա հենց այդպես էր։ Ներխուժել եմ օտարի տուն, հարձակվել պահակների վրա, փախել։ Հիմա ես հանցագործ եմ։ Նստեցի բասկաթորին ու գլուխս բռնեցի ձեռքերով։ Ինչ անել հետո։ Ուր փախչել։ Երեխան գրկիս, առանց փաստաթղթերի, առանց փողի։ Մարիամը հաստատ արգելափակել է բոլոր հաշիվները։ Ես թաքարդում էի։ Մուտքի դուռը կամաց ճրջրաց։ Վեր թռա, սեղանից վերցնելով մի ծանր բրոնզե արձանիկ, առաջին պատահած բանը։ Շեմքին կանգնած էր Մարիամը, գունատ, սարսափով լցված հսկայական աչքերով։ Գոր, ինչ ես արել, շշնջաց նա։ Ես վերադարձրել եմ որդուս, պատասխանեցի ես։ Նա ներս մտավ եւ հետևից փակեց դուռը։ Նրանք ոստիկանություն են կանչել, քեզ փնտրում են։ Ասել են, որ դու խելագար ես, որ ներխուժել ես ու առևանգել իրենց երեխային։ Վադիմը, նա կատաղած է, ժամանակով կնստեցնի։ Իսկ դու, հարցրեցի ես։ Դու էլ ես այդպես կարծում։ Նա լռում էր, հատակին նայելով։ Մարիամ, պատասխանիր, դու ում կողմից ես։ Չգիտեմ, բղավեց նա։ Չգիտեմ, դու ամեն ինչ քանդեցիր։ Ես պլան ունեի։ Ինչ պլան, որոտացի եսի պատասխան։ Պլան ինձ ստել միջև կյանքիդ վերջը։ Պլան վաճառել մեր որդուն։ Ես ուզում էի նրան վերադարձնել։ Նրա ձայնը վերածվեց ճչի։
Ես փորձում էի պայմանավորվել Վադիմի հետ։ Ես խնդրում էի նրան երեխային տալ ինձ։ Ուզում էի փող հավաքել ու նրա հետ փախչել։ Իսկ դու ամեն ինչ փչացրիր քո հիմար հպարտությամբ։ Ես նայում էի նրան ու չէի հավատում ականջներիս։ Նա փորձում էր իրեն զոհ ներկայացնել։ Դու ստում ես, ասացի սառնասրտորեն։ Դու միշտ ես ստել։ Հիմա էլ ես ստում։ Ոչ, նա վազեց դեպի ինձ, կառչեց վերնաշապիկիս թևերից։ Գոր, հավատա ինձ, խնդրում եմ, ես մոլորվել էի, ես վախենում էի։ Նա ինձ շանտաժի էր ենթարկում, սպառնում էր պատմել քեզ իմ անցյալի մասին, այն ամենի, ինչ եղել էր մինչև քեզ։ Դու չէիր ների, ես ճանաչում եմ քեզ։ Դրան զանգը հնչեց, կտրուկ, պահանջկոտ։ Մենք քարացանք։ Նրանք են, շշնջաց Մարիամը։ Ոստիկանությունն է։ Գոր, աղաչում եմ քեզ, տուր նրանց երեխային։ Ասա, որ դա գիտակցության մթակնում էր, ես ամեն ինչ կհաստատեմ։ Կասեմ, որ աֆեկտիվ իջեկում ես եղել, քեզ չեն նստեցնի։ Մենք ամեն ինչ կհարթենք։ Ես հրեցի նրան։ Երբեք ես իմ որդուն չեմ տա։ Գնացի մանկական սենյակ, փակեցի դուռը եւ հետևից աթոռ դրեցի։ Դրսից լսվում էին հարվածներ դրանը եւ բարձր ձայն։ Ոստիկանություն է, բացեք։ Մարիամը նրանց ինչ-որ բան էր գոռում։ Մոտեցա մահճակալին։ Միքայելը քնած էր։ Ձերքսս սահեցրի նրա փափուկ մազերի վրայով։ Ոչինչ որդիս, շշնջացի ես։ Պապան մի բան կմտածի։ Այդ պահին ես պատրաստ էի ամեն ինչի, բանտի, պայքարի, ինչի ասես, բայց պատրաստ չէի նրան, ինչ եղավ հետո։ Բնակարանի դուռն այլևս չէին կոտրում, լսեցի, թե ինչպես է բանալին պտտվում կողպեքի մեջ։ Մարիամն ինքը բացեց նրանց առջև, կողպեքի մեջ պտտվող բանալու ձայնուն ավելի բարձր էր, քան ցանկացած գրակոց։ Դա նշանակում էր մեկ բան. նա արեց իր ընտրությունը, նա ներս թողեց նրանց, նա մատնեց ինձ։ Մի վայրկյան բնակարանում լռություն տիրեց, իսկ հետո լսեցի ձայներ, ոստիկանի բարձր իշխող ձայնը եւ Մարիամի ցածր արդարացող մրմնջոցը։ Կանգնած էի սենյակում մեջքով հենված դրանը, որին աթոռն էր հենված, անօգուտ խորհրդանշական բարիկադ։ Նայեցի քնած որդուս։ Այդ պահին ոչ թե վախ զգացի, այլ ինչ-որ հնչեղ դատարկություն։ Սա հատակն էր, էլ ընկնելու տեղ չկար։ Ես փակված էի սեփական տանը, հայտարարված էի հանցագործ դավաճանված սեփական կնոջս կողմից։ Միակ բանը, որ մնացել էր ինձ, մահճակալի մեջ քնած այս փոքրիկ կծիկներ։ Գոր, լսվեց դրանի հետևից։ Ոստիկանություն է, մենք գիտենք, որ դուք այնտեղ եք։ Դուրս եկեք բարձրացրած ձեռքերով, մի բարդացրեք ձեր վիճակը։ Ես չպատասխանեցի, պարզապես մոտեցա պատուհանին։ Երրորդ հարկ, պատուհանի տակ սիզամարք է, տարբերակ չէ, թաքարտում էի։ Գոր, խնդրում եմ, դա Մարիամի ձայնն էր, դողացող, արցունքոտ։ Հիմարություն չանես, մտածիր երեխայի մասին։ Մտածել երեխայի մասին, ինչպիսի հեգնանք։ Ես եմ, որ պետք է նրա մասին մտածեմ։ Դանդաղ մոտեցա դրանը, հեռացրի աթոռն ու բացեցի։ Միջանցքում կանգնած էին երկու համազգեստավոր տղամարդ, թիկնեղ, ինքնավստահ։ Նրանց թիկունքում Վադիմն էր, զայրույթի ծաղավաղված դեմքով, եւ նա, Մարիամը։ Նա նայում էր ինձ, եւ նրա աչքերում վախի, աղերսանքի ու թեթևացման խառնուրդ էր։ Նա ուրախ էր, որ ամեն ինչ վերջացավ, որ այլևս պետք չէ ընտրություն կատարել։ Ընտրությունը կատարել էին իր փոխարեն։ Ահա նա, ասաց Վադիմը, մատով ցույց տալով ինձ։ Չէի ասում, որ նա նորմալ չէ։ Նա առևանգել է իմ որդուն։ Համեցեք մեզ հետ քաղաքացի, ասաց ոստիկաններից մեկը, քայլ անելով դեպի ինձ։ Բաժնում կպարծեք, ով ում որդին է։ Ինձ դուրս բերեցին բնակարանից։ Ես չէի դիմադրում։ Երբ անցնում էինք Մարիամի կողքով, կանգ առա ու նայեցի նրա աչքերին։ Հուսով եմ ստացար այն, ինչ ուզում էիր, ասացի ցածր ձայնով։ Նա ետ քաշվեց, ասեց հարվածից։ Բաժնում ամեն ինչ վատ ֆիլմի պես էր, հարցաքննություն, արձանագրություն։ Քննիչը, աչքերի տակ պարկեր ունեցող հոգնած կապիտանը ինձ լսում էր առանց առանձնակի հետաքրքրության։ Նա արդեն ամեն ինչ որոշել էր իր համար։ Կա հարգարժան մարդու պարոն Վադիմի դիմումը իր որդեգրած երեխայի առևանգման մասին։ Կան վկաների, պահակների, առևանգողի կնոջ ցուցմունքները։ Կա հենց ինքը, առևանգողը, այսինքն ես։ Այն, որ ես պնդում էի, թե դա իմ կենսաբանական որդին է, ոչ մեկին չէր հուզում։ Փաստաթղթեր ունեք, ծույր հարցրեց քննիչը։ Ծննդյան վկայական ձեր անունով։ Ոչ։ Դե ուրեմն ոչ։ Իսկ նրանք ունեն որդեգրման վկայական։ Ամեն ինչ օրենքով է, այնպես որ քաղաքացի, ձեր գործերը վատ են։ Ինձ փակեցին նախնական գալանքի խցում։
հոտած խոնավ մի սենյակ երկաթյա նստարանով։ Նստեցի նստարանին եւ առաջին անգամ այս մղձավանջային օրվա ընթացքում ինձ թույլ տվեցի գիտակցել իմ վիճակի ողջ սարսափը։ Ես կորցրել էի ամեն ինչ՝ որդուս, կնոջս, ազատությունս։ Ինձ սպասում էր դատարան եւ իրական ժամկետ առևանգման ու հարձակման համար։ Վադիմը չի հանդարտվի, մինչև ինձ ջաղերի հետևը չուղարկի։ Հենց այնտեղ այդ կեղտոտ վանդակում նստած սառը երկաթյա նստարանին ես հասա իմ հատակին։ Հուսահատությունն այնքան թանձր էր, որ կարելի էր ձեռքով դիպչել։ Ուզում էի պարզապես պառկել հատակին ու անջատվել, դադարել զգալ, մտածել, շնչել։ Փակեցի աչքերս եւ հանկարծ այդ մթության մեջ տեսա հորսը դեմքը։ Նա վաղուց էր մահացել, երբ ես դեռ շատ ջահել էի։ Նա սովորական հյուսն էր, բայց ոսկե ձեռքեր ուներ։ Հիշեցի, թե ինչպես էր ինձ սովորեցնում աշխատել փայտի հետ։ Փայտը չի ստում գոր, ասում էր նա ձեռքը քսելով հարթ տախտակին։ Այն ազնիվ է, եթե ներսում փտած է, դու դա իսկույն կզգաս։ Եթե ճաք կա, այն միշտ դուրս կգա, չի կարելի փտածը լաքով ծածկել, պետք է կտրել ու հանել այն։ Ցավոտ է, դժվար է, բայց միայն այդպես կարելի է փրկել ամբողջը, կտրել ու հանել փտածը։ Այս խոսքերն ինձ հարվածեցին գայծակի պես։ Ես չափազանց երկար էի փորձում ծածկել մեր ընտանիքի ջաքերը։ Փորձում էի վերականգնել այն, ինչը վաղուց ներսից փտել էր։ Հերիք է լինել զոհ, հերիք է լինել վերականգնող։ Ժամանակն է դառնալ վիրաբույժ։ Քննիչ, գոռացի ես մոտենալով ճաղերին, ես մեկ զանգի իրավունք ունեմ։ Կապիտանը ծույլ բարձրացրեց գլուխը։ Ում։ Փաստաբանին, ընկերոջս։ Ինձ տվեցին հեռախոսս, ձեռքերս դողում էին, բայց ես հավաքեցի այն համարը, որն անգիր գիտեի։ Արկաշ բարև, ասացի ես, երբ լսեցի ծանոթ խրպոտ ձայնը։ Գոռն է, լուրջ խնդիրներ ունեմ։ Արկադին կամ Արկաշան, ինչպես ես էի նրան անվանում, իմ բանակային ընկերն էր։ Ծառայությունից հետո նա գնացել էր ոստիկանություն, հասել էր մայորի աստիճանի քրեական հետախուզությունում, իսկ հետո անցել էր սեփական գործին, բացելով փոքրիկ մասնավոր դետեկտիվ գործակալություն։ Նա միակ մարդն էր, ում կարող էի հիմա վստահել։ Ես համառոտ ներկայացրի իրավիճակը։ Նա լսում էր լուր, առանց ընդհատելու։ Հասկացա, ասաց նա, երբ ավարտեցի։ Հանգիստ նստիր, ոչ մի բան չստորագրես, 1 ժամից կլինեմ այնտեղ։ Նա եկավ, մենակ չէր, այլ մի փաստաբանի հետ, թանկարժեք կոստյումով մի երիտասարդ ճարպիկ տղայի։ Արկադին փոխվել էր, գիրացել էր, մազերը թափվել էին, բայց հայացքը նույնն էր, սուր, ներթափանցող։ Դե պատմիր վերականգնող, ասաց նա նստելով դիմացս հարցաքննության սենյակում։ Միայն թե ողջ ճշմարտությունը, առանց թաքցնելու, լաքի ամեն մի շերտը հանիր։ Եվ ես պատմեցի ամեն ինչ հենց սկզբից, հղիության, որդուս մահվան, նամակի, հետևելու, Վադիմի, Մարիամի, նրա խոստովանության եւ արևանգման մասին։ Փաստաբանը գրում էր նոթատետրում։ Արկադին լսում էր, հոնքերը կիտած։ Երբ ավարտեցի, նա երկար լռեց։ Այո, ասաց նա վերջապես։ Խրվել ես ընկեր, մինչև ականջներդ։ Օրենքի տեսանկյունից դու հանցագործ ես, եւ քեզ դուրս բերելը հեշտ չի լինի։ Բայց նա նայեց ինձ իր շաղափող հայացքով։ Բայց այս պատմության մեջ փտած բան կա։ Ես դրա հոտն առնում եմ։ Եվ մենք դա կկտրենք ու կհանենք։ Նա շրջվեց դեպի փաստաբանը։ Ուրեմն այսպես։ Գործողությունների պլան։ Առաջինը, գորի համար ձեռք ենք բերում չհեռանալու մասին ստորագրություն։ Շեշտը դիր այն բանի վրա, որ նա լավ համբավ ունի։ Առաջին դատվածությունն է, աֆեկտի վիճակը։ Երկրորդը մենք պահանջում ենք հայրության ԴՆԹ փորձաքննություն։ Դա մեր գլխավոր զենքն է։ Եթե փորձաքննությունը հաստատի, որ երեխան իրենն է, առևանգման հոդվածը կփլվի։ Նրանք չեն համաձայնի փորձաքննությանը, ասացի ես։ Նրանք վախենում են դրանից։ Իսկ մենք կստիպենք, քմծի ծաղտվեց Արկադին, դատարանի միջոցով։ Իսկ քանի դեռ գործը դատարանում է, ես կզբաղվեմ քո Մարիամով ու նրա առաջին սիրով։ Տեսնենք այնտեղ ինչ դժվարություններ են ունեցել անցյալում։ Ինչ որ բան հուշում է ինձ, որ այնտեղ ոչ թե պարզապես պարտքեր են, այլ ավելի կեղտոտ մի բան։ Նա վեր կացավ, ձեռքը դրեց ուսիս։ Դիմացիր գոր, դու մենակ չես, պատերազմը նոր է սկսվում։ Երբ նրանք գնացին, ես զգացի, թե ինչպես հոգուս հատակում, այդ սև ջրածած քանքահորում փայլեց մի փոքրիկ կրակ, հույսը։ 2 օր անց ինձ բաց թողեցին չհեռանալու մասին ստորագրությամբ։
Արկադիի փաստաբանը, Կարեն անունով երիտասարդ, բայց սուր ատամներով իրավաբանը հրաշք գործեց։ Նա դատարանին ներկայացրեց իմ անվասիր բնութագրերը, գործընկերներիս երաշխավորությունները։ Առանցքային փաստարկը դարձավ ԴՆԹ փորձաքննություն նշանակելու միջնորդությունը։ Իմ պաշտպանյալը համոզված է, որ երեխայի կենսաբանական հայրն է, հայտարարեց Կարենը, եւ նա պատրաստ է գնալ ամեն ինչի դա ապացուցելու համար։ Նրա գործողությունները թելադրված են եղել հայրական զգացմունքներով, այլ ոչ թե հանցավոր մտադրությամբ։ Դատավորը հոգնած աչքերով մի տարեցկին վարանեց, բայց համաձայնեց։ Չհեռանալու մասին ստորագրություն եւ պարտադիր հոգեբանը հոգեբուժական փորձաքննություն։ Վադիմը, ով ներկա էր դահլիճում, կատաղած էր։ Ես տեսնում էի, թե ինչպես է նա ինչ-որ բան փպսում իր փաստաբանին։ Նա նման շրջադարձ չէր սպասում։ Նա կարծում էր, որ ես կփտեմ մեկուսարանում եւ գործը կփակվի։ Ես վերադարձա տուն, դատարկ ու սառը բնակարան։ Մարիամը չկար, նրա իրերն էլ։ Նա գնացել էր, փախել էր, խոհանոցի սեղանին թողնելով մի կարճ գրություն։ Կներես, այսպես բոլորի համար լավ կլինի։ Ես չմրթեցի այդ գրությունն ու դեն նետեցի։ Ոչինչ չէի զգում, ոչ զայրույթ, ոչ թեթևացում, պարզապես դատարկություն։ Նա արեց իր վերջնական ընտրությունը։ Նա մնաց այնտեղ, նրա հետ, իր գաղտնիքի հետ։ Առաջինը զանգահարեցի Արկադիին։ Ես ազատության մեջ եմ։ Գիտեմ, շնորհավորում եմ առաջին ռաունդի համար։ Հիմա գործի։ Լսիր ուշադիր։ Քո խնդիրն է նստել ջրից խաղաղ, խոտից ցածր։ Ոչ մի շփում նրանց հետ։ Ոչ մի փորձ երեխային նորից տեսնելու։ Դու քննության տակ ես։ Քո ամեն քայլը վերահսկվում է։ Հասկացար։ Հասկացա։ Իսկ դու։ Իսկ ես աշխատում եմ։ Ինձ ժամանակ է պետք։ Քո Վադիմի տակ փորելը նման է գրանիթ հորատելուն։ Նա լուրջ տղա է։ Բոլոր հետքերը մաքրված են, բայց ես արդեն ինչ-որ բան գտել եմ։ Քո Մարիամը, նա այնքան բարձ չէ, որքան թվում է։ Նա անցյալում իր հարազատ քաղաքում մի մութ պատմություն է ունեցել, ինչ-որ խարդախություն անշարժ գույքի հետ կապված։ Գործը ծածկադմբոց են արել, բայց հետքը մնացել է։ Եվ գիտես ով է նրան այն ժամանակ օգնել։ Ճիշտ է, մեր Վադիմը։ Նա այն ժամանակ նոր էր սկսում, բայց արդեն կապեր ուներ, այնպես որ նրանց առաջին սերը պարզապես ուսանողական սիրավեպ չէ, դա հին ու կեղտոտ կապ է։ Արկադիայի խոսքերը նման էին սառը ջրի ցնցուղի։ Շանտաժ։ Ուրեմն նա չէր ստում։ Նա իսկապես նրան շանտաժի էր ենթարկում, բայց ինչով։ Խարդախության հին գործով դա քիչ էր մորը ստիպելու համար հրաժարվել իր երեխայից։ Այնտեղ էլ մի բան կար, մի բան, որից վախենում էր ոչ միայն նա, այլև Վադիմը։ Փորիր Արկաշ, ասացի ես, փորիր ավելի խորը։ Իսկ ես ինքս գնացի իմ արհեստանոց։ Պետք է ձեռքերս ինչ-որ բանով զբաղեցնեի, որպեսզի չխելագարվեի։ Իմ գրասեղանը։ Նայեցի դրան, այդ անիծված խցանված դարակին, այն կարծես ծաղրում էր ինձ։ Նորից վերցրեցի գործիքներս, բայց հիմա այլ կերպ էի գործում։ Ես չէի փորձում ուժով բացել այն։ Սկսեցի ուսումնասիրել կառուցվածքը։ Թքթքացնում էի փայտը, փնտրում դատարկություններ։ Բարակ զոնդ էի մտցնում ճեղքերի մեջ։ Ես հագախոնարհության դիմակը։ Ձևացրի, թե ընդունել եմ խաղի կանոնները։ Գնում էի թննիչի մոտ նշվելու։ Սկսեցի անցնել հոգեբուժի նվաստացուցիչ թեստերը։ Պատասխանում էի հարցերին, մարդուկներ էի նկարում, ապացուցում էի, որ ուխտ չեմ։ Մի անգամ քննիչի մոտից դուրս գալիս, միջանցքում բախվեցի նրան, Մարիամին։ Նա եկել էր ցուցմունք տալու։ Նա տեսավ ինձ ու քարացավ։ Նիհարել էր, մաշվել, աչքերում սարսափ կար։ Գոր, շշնջաց նա։ Ես լուր անցա կողքով։ Նրան նույնիսկ մի հայացքի չարժանացրի։ Ես խաղում էի իմ դերը, կոտրված, բայց հնազանդ մարդու դերը։ Գիտեի, որ ինձ հետևում են։ Տեսնում էի, թե ինչպես է տանց մոտ երբեմն արգելակում անծանոթ մի մեքենա։ Վադիմը ստուգում էր, արդյոք հիմարություններ չեմ անում։ Եվ ես չէի անում։ Գնում էի խանութ, զբոսնում էի այգում, նստում էի նստարանին ու աղավնիներին գերակրում։ Ես կատարյալ քննության տակ գտնվող անձ էի։ Իսկ գիշերները աշխատում էի։ Հիշում էի խոսակցությունները, արտահայտությունները, հայացքները։ Կազմում էի նրա ստի ժամանակագրությունը։ Եվ ինչ-որ բան գտա։ Հղիությունից 1 տարի առաջ Մարիամը գնացել էր իր հարազատ քաղաքը, ծնողների գերեզմանին այցելելու։ Ասել էր նա այն ժամանակ։ Նա այնտեղ մնաց 1 շաբաթ, եւ երբ վերադարձավ, շատ լրակյաց էր ու ընկճված։ Ես այն ժամանակ դա վերագրեցի տխուր հիշողություններին։ Իսկ ինչ, եթե հենց այն ժամանակ, այդ ուղևորության ժամանակ նա հանդիպել է Վադիմին։ Իսկ ինչ, եթե հենց այդ ժամանակ է նա գործի դրել իր սատանայական պլանը։
Մի երեկո զանգահարեց Արկադին։ Կարծես թե գտա, ասաց նա։ Ձայնը հոգնած էր, բայց գոհ։ Դա պարզապես խարդախություն չէ, Գոր, դա սպանություն է եղել։ Ես քարացա հեռախոսափողը ձեռքիս։ Ինչ։ Անզգուշությամբ սպանություն։ Բայց այնուամենայնիվ բնակարանի հետ կապված այդ պատմության մեջ ներգրավված է եղել եւս մեկ մարդ՝ Մարիամի գործընկերը։ Նա անհայտացել է, գոլորշիացել։ Պաշտոնապես մեկնել է արտեսկիր, բայց ես խոսեցի մարդկանց հետ։ Նրան այլևս ոչ ոք չի տեսել։ Իսկ քո Մարիամն ու քո Վադիմը վերջիններն են եղել, ովքեր շփվել են նրա հետ մեկնելուց առաջ։ Կարծում եմ Վադիմը պարզապես խարդախության գործը չի փակել։ Կարծում եմ նա օգնել է նրան ազատվել մարմնից։ Եվ դա հենց այն կեռիկն է, որը նա պահում է Մարիամի կոկորդին արդեն 20 տարի։ Նա պարզապես նրա պարտապանը չէ, նա նրա ծմահկերին է, որովհետև Վադիմը նրա ամենասարսափելի մեղքի միակ վկան է։ Ես լուր լսում էի։ Պատկերը հավաքվեց, հրեշավոր, աներևակայելի, բայց բացարձակ դրամաբանական։ Ահա թե ինչու նա համաձայնեց։ Այս պահից պատմությունը դառնում է ել ավելի վտանգավոր։ Վադիմը պարզապես հարուստ մարդ չէ, նա հանցակից է։ Նա որդուն տվեց ոչ թե փողի համար, այլ լռության, ազատության համար։ Եվ այդ պահին ասես մեկ հպումով ես հասկացա, թե ինչպես բացել այդ անիծված դարակը։ Ամբողջ գիշեր չքնեցի, աշխատում էի։ Գտա թաքնված զսպանակը, ոչ թե առջևից, այլ հետևից։ Պետք էր հանել հետնապատը։ Արեցի դա։ Զսպանակը չկաց։ Դարակը սահուն դուրս եկավ, իսկ դրա հետևում թաքնված բաժիններ, որտեղ դրված էր հին, դեղնած նամակների մի տրցակ։ Մարիամի նամակները, որոնք նա գրել էր Վադիմին 20 տարի առաջ։ Ես գտա դրանք։ Գտա ապացույցները։ Ձեռքերս դողում էին, երբ հանում էի նամակները, կապված խամրած մետաքսե ժապավենով։ Դա ներխուժում էր, ամենակեղտոտ եւ ամենաանհրաժեշտ ներխուժումը։ Նստեցի աշխատասեղանի մոտ, լամպի լույսն ուղեցի էջերին եւ սկսեցի կարդալ։ Դա խոստովանություն էր, մի ջահել, վախեցած եւ հուսահատ կնոջ խոստովանություն։ Նամակներն ուղված էին Վադիմին։ Նա գրել էր դրանք իր հարազատ քաղաքից փախչելուց հետո, այն մութ պատմությունից հետո։ Վադիմ, ես այլևս չեմ կարող։ Նրա դեմքն աչքիս առաջ է։ Գիտեմ, դա դժբախտ պատահար էր։ Նա սայթաքեց, ընկավ։ Բայց մենք այնտեղ էինք։ Մենք ոչինչ չարեցինք։ Մենք պարզապես նայում էինք, թե ինչպես է նա։ Հաջորդ մի քանի տողերը ջնջված էին։ Դու ասացիր, որ ամեն ինչ կհարթես։ Ասացիր, որ ոչ ոք ոչինչ չի իմանա։ Ասացիր, որ ես պետք է անհայտանամ։ Ես անհայտացա, բայց չեմ կարողանում մոռանալ։ Այս մեղքը միշտ ինձ հետ կլինի։ Կարդում էի ու զգում, թե ինչպես են մազերս բիզբիզ կանգնում։ Արկադին ճիշտ էր։ Դա պարզապես խարդախություն չէր։ Կար դիակ, կար վախ։ Եվ կար նա, Վադիմը, նրա փրկիչն ու բանտապահը։ Կարդացի ավելի հեռու։ Նա գրում էր իր նոր կյանքի մասին, թե ինչպես հանդիպեց ինձ։ Նա լավն է, Վադիմ։ Նա այնքան ուղղամիտ է, այնքան ազնիվ։ Նա մեր լրիվ հակապատկերն է։ Նրա կողքին ես ինձ գրեթե մաքուր եմ զգում։ Բայց վախենում եմ։ Վախենում եմ, որ մի օր անցյալը կվերադառնա ու ամեն ինչ կքանդի։ Վերջին նամակում, որը գրված էր մեր հարսանիքից մի քանի ամիս առաջ, նա գրել էր. Ես ամուսնանում եմ։ Գիտեմ, պետք է նրան ամեն ինչ պատմեի, բայց չեմ կարող։ Նա չի ների։ Նա կհեռանա։ Իսկ ես չեմ կարող նրան կորցնել։ Ես այրում եմ կամուրջները, Վադիմ։ Սկսում եմ նոր կյանք։ Խնդրում եմ, այլևս ինձ մի փնտրիր եւ այրիր այս նանակները, թող ամեն ինչ մեռնի։ Բայց նա չէր այրել։ Նա պահել էր դրանք, պահել էր որպես իր գլխավոր ապահովագրությունը, որպես մի շղթա, որից կարելի էր քաշել ցանկացած պահի։ Եվ նա քաշեց 20 տարի անց։ Նստած էի արհեստանոցիս լռության մեջ, եւ աշխարհն իմ շուրջը նորից շրջվեց։ Իմ կինը, իմ հեզ քնքուշ Մարիամը, պարզապես ստախոս չէր, նա հանցակից էր, փախստական։ Նրա ողջ կյանքն ինձ հետ փախուստ էր անցյալից, եւ ես նրա համար ոչ թե սեր էի, այլ ապաստան, բերդ, որի պատերի հետևում նա թաքնվում էր իր դևերից։ Ոչ թե զայրույց զգացի, այլ մի սարսափելի սառը խղճահարություն նրա հանդեպ, իմ հանդեպ, մեր կեղծ ավազի վրա կառուցված կյանքի հանդեպ։ Գուշությամբ հավաքեցի նամակները, դրեցի սեյֆի մեջ։ Դա ռումբ էր,
ռումբ, որը կարող էր ոչնչացնել բոլորին, եւ Մարիամին, եւ Վադիմին։ Զանգահարեցի Արկադիին։ Ամեն ինչ գտել եմ, ասացի ես, ու պատմեցի նամակների բովանդակությունը։ Արկադին երկար լռեց։ Հիմա ամեն ինչ պարզ է, ասաց նա վերջապես։ Պարզ է, թե ինչու նա այդքան հեշտ տվեց երեխային։ Նա ընտրություն չուներ։ Վադիմը պարտապես եկել ու վերցրել է իր պարտքը, 20 տարվա պարտքը, եւ դրա դիմաց վճարը դարձավ քո որդին։ Հիմա ինչ անեմ, Արկաշ։ Հիմա ընկերս, մենք անցնում ենք հարձակման։ Այս նամակները քո գլխավոր խաղաթուղթն են։ Վաղը դենը թե փորձաքննություն նշանակելու դատն է։ Նրանք մինչև վերջ կդիմադրեն, բայց երբ մենք սա ներկայացնենք, ոչ, ընդհատեցի նրան, ոչ դատարանում, ոչ բոլորի ներկայությամբ։ Գժվել ես, սա քո միակ շանսն է։ Ես ուզում եմ նրա հետ առանձին խոսել դատից առաջ։ Հաջորդ օրը դատարանի շենք շուտ եկա, սպասում էի մուտքի մոտ։ Սկզբում եկավ Վադիմը իր փաստաբանի հետ։ Նա տեսավ ինձ ու դեմքը ծռեց, ասեց Ադամի ցավից։ Հետո եկավ նա, Մարիամը, մենակ էր, տեսավ ինձ ու քարացավ, ուզում էր կողքովս անցնել, բայց ես փակեցի ճանապարհը։ Պետք է խոսենք, ասացի ես։ Մենք խոսելու բան չունենք, Գոր, ամեն ինչ փաստաբանները կասեն, բայց սկզբում ուզում եմ, որ սա տեսնես։ Գրպանիցս հանեցի նամակներից մեկը, այն առաջինը, եւ մեկնեցի նրան։ Նա նայում էր դրան, չհասկանալով, իսկ հետո տեսավ իր ձեռագիրը։ Դեմքը դարձավ մահացու գունակ։ Ձեռքով բռնեց սիրտը։ Որտեղից, շշնջաց նա։ Գրասեղանի մեջ էին, այն նույն, որը բերել է իր հորաքրոջը տնից, երևի մոռացել է իր։ Նա սարսափով էր նայում ինձ։ Ինչ ես անելու։ Դեռ չեմ որոշել, Մարիամ, դա քեզնից է կախված։ Ուզում եմ, որ պատմես ինձ ամեն ինչ, ողջ ճշմարտությունն առանց թաքցնելու։ Այն մարդու մասին, Վադիմի մասին, մեր որդու մասին։ Մենք նստած էինք դատարանի մոտի պուրակի նստարանին։ Եվ նա պատմում էր։ Դա մի սարսափելի խոստովանություն էր բնակարանի հետ կապված այն խարդախության մասին, որը նախաձեռնել էր իր այն ժամանակվա ընկերոջ հետ, հենց նրա ով անհայտացել էր։ Պատմեց այն մասին, թե ինչպես ամեն ինչ սխալ գնաց, թե ինչպես նա հարբած կռվի ժամանակ ընկավ պատշգամբից եւ ինչպես ինքն ու Վադիմը, ով այն ժամանակ սիրահարված էր իրեն, վախեցան ու որոշեցին թաքցնել մարմինը, ամեն ինչ ներկայացնելով որպես փախուստ։ Վադիմն ամեն ինչ դասավորեց, նա արդեն այն ժամանակ կապեր ուներ։ Նա հեռացրեց մարմինը, վախեցրեց վկաներին, փրկեց նրան եւ դարձրեց իր հավերժական պարտապանը։ Նա ինձ չէր դիպչում 20 տարի, շշնջում էր նա։ Ես գրեթե հավատացել էի, որ նա մոռացել է։ Իսկ մեկ տարի առաջ նա գտավ ինձ։ Ասաց, որ կինը չի կարող երեխա ունենալ։ Ասաց, որ ես պարտք եմ իրեն, որ ժամանակն է վճարել հաշիվները։ Նա առաջարկեց այս պլանը, փոխնակ մայրություն։ Ասաց, որ եթե հրաժարվեմ, նա կբարձրացնի այն 5 գործը եւ այդ ժամանակ ես կկորցնեմ ամեն ինչ, եւ քեզ եւ ազատությունս։ Նա լաց էր լինում կամաց, առանց ճիչերի։ Ես համաձայնեցի, կարծում էի կկարողանամ, կարծում էի դա պարզապես գործարք է։ Բայց երբ Միքայելը ծնվեց, հասկացա, որ չեմ կարող։ Աղաչում էի նրան, բայց նա անդրդվելի էր։ Ասաց դու իմ պարտապանն ես, Մարիամ, եւ կանես այն, ինչ ես կասեմ։ Նա վերցրեց նրան, իսկ ինձ հրամայեց լռել։ Եվ ես լռեցի։ Ամեն օր մեռնում էի, Գոր։ Ամեն օր գնում էի այնտեղ, որպեսզի պարզապես նայեմ նրան, 5 րոպե պահեմ գրկումս։ Եվ ամեն անգամ վերադառնում էի տուն ու ստում քեզ։ Ատում էի ինձ։ Ատում էի նրան։ Ատում էի ողջ աշխարհը։ Լսում էի նրան եւ իմ զրահը, կատաղությունը, սառնությունը սկսեցին հալվել։ Իմ առջև ոչ թե հրեշեր, ոչ թե դավաճան, այլ մի կոտրված դժբախտ կին, ով ողջ կյանքն ապրել էր վախի վանդակում։ Նա հրեշավոր արարք էր գործել, բայց նա ոչ այնքան հանցագործ էր, որքան զոհ, իր սխալի եւ Վադիմի սատանայական խաղի զոհը։ Դատը սկսվում է, ասացի ես, տեղից բարձրանալով։ Նա աղերսանքով նայեց ինձ։ Գոր, ինչ ես անելու նամակների հետ։
Արի Մարիամ, արի գնանք ու պայքարենք մեր որդու համար, միասին։ Նա չէր հավատում ականջներիս։ Միասին։ Այո, դու դատարանում կպատմես այն ամենը, ինչ պատմեցիր ինձ, իսկ ես կլինեմ քո կողքին։ Այդ օրը դատարանում տեղի ունեցավ այն, ինչ ոչ ոք չէր սպասում։ Վադիմն ու նրա փաստաբանը համոզված էին հաղթանակի մեջ։ Նրանք պահանջում էին մերժել ԴՆՑ փորձաքննությունը, հղում անելով Մարիամի ստորագրած հրաժարագրին, եւ հանկարծ տեղից բարձրացավ նա, Մարիամը, եւ հանգիստ հավասարաչափ ձայնով սկսեց խոսել։ Նա պատմեց ամեն ինչ՝ շանտաժի, սպառնալիքների, այն մասին, թե ինչպես են իրեն ստիպել տալ երեխային։ Դահլիճը քարացավ։ Վադիմի փաստաբանը փորձում էր ընդհատել նրան, բայց դատավորը կանգնեցրեց նրան։ Երբ Մարիամն ավարտեց, լռություն տիրեց։ «Ապացույցներ ունեք», հարցրեց դատավորը, եւ այդ ժամանակ վեր կացա ես։ «Կան, հարգելի դատավոր»։ Սեղանին դրեցի նամակները։ Սրանք կնոջս նամակներն են, գրված 20 տարի առաջ։ Սրանց մեջ է շարժառիթը, շանտաժի շարժառիթը, որը տևել է մեր ողջ համատեղ կյանքի ընթացքում։ Դատարանն ընդմիջում հայտարարեց, իսկ երբ նիստը վերսկսվեց, որոշումը միանշանակ էր՝ նշանակել ԴՆԹ փորձաքննություն։ Դա մեր առաջին հաղթանակն էր։ Դատարանի որոշման լուրը պայթեցրեց մեր փոքրիկ աշխարհը։ Վադիմը կատաղած էր։ Նա հասկացավ, որ իր կատարյալ կառուցված բերդը ճակ է տվել։ Նա այլևս ամենազոր տիկնիկավար չէր։ Հիմա նա ընդամենը կողմերից մեկն էր մի կեղտոտ դատական պրոցեսում, որի ելքը դարձավ անկանխատեսելի։ Նա արեց առաջին սխալը, սկսեց նյարդայնանալ, եւ այդ նյարդայնությունը նրան դարձրեց անզգույշ։ Հենց այդ գիշեր նա զանգահարեց Մարիամին։ Ես կողքին էի, երբ հեռախոսը զանգեց։ Նա տեսավ նրա անունը էկրանին ու ցնցվեց։ «Մի վերցրու», ասացի ես։ Բայց Արկադին, ում հետ կապի մեջ էինք, հստակ հրահանգ տվեց։ Նա պետք է խոսի նրա հետ եւ պետք է ձայնագրի ամեն խոսակցություն։ Դա մեր միակ շանսն էր նրան խոսքի վրա բռնելու։ Միացրի հեռախոսից ձայնագրիչը եւ գլխով արեցի։ Նա դողացող ձեռքով պատասխանեց. «Ինչ է քեզ պետք, Վադիմ»։ Ձայնը հազիվ էր լսվում։ «Ինչ է ինձ պետք», գոռաց նա այնպես, որ ինձ էլ էր լսվում։ «Այդ ինչ արեցիր, հիմար, որոշել ես երկուսիս էլ խեղդել։ Դու նրանց ամեն ինչ պատմեցիր»։ Ես պատմեցի ճշմարտությունը։ Ճշմարտությունը։ Նա հիստերիկ ծիծաղեց։ Ինչ անիծված ճշմարտություն։ Կա միայն մեկ ճշմարտություն։ Դու սպանության հանցագիծ ես, իսկ ես քո միակ շանսն եմ միջև կյանքիդ վերջ բանտում չհայտնվելու համար։ Մոռացել ես, Մարիամ։ Ես կարող եմ մեկ զանգ անել, եւ 20 տարվա այն գործը նորից ջրի երես դուրս կգա։ Իսկ քո նամակները, որտեղից նա դրանք վերցրեց։ Չգիտեմ։ Մի ստիր ինձ։ Դու ես այս ամենը սարքել, որոշել ես զող ձևանալ, բայց ես քեզ թույլ չեմ տա։ Եթե կարծում ես, որ դատարանը երեխային ձեզ կտա, սխալվում ես։ Ես ամեն ինչ կանեմ, որ դա չլինի։ Հասկացար ինձ։ Վերջ։ Նա անջատեց հեռախոսը։ Մարիամը նստած էր, թղթի պես սպիտակ։ Նա սպառնում է, շշնջաց նա։ Նա վախենում է, ուղղեցի ես։ Եվ նա հենց նոր մեր ձեռքը զենք տվեց։ Ձայնագրությունն ուղարկեցի Արկադիին։ Հիանալի է։ Եկավ պատասխանը մի քանի րոպե անց։ Սա արդեն կարելի է գցել գործին։ Վկայի նկատմամբ սպառնալիք, ճնշում։ Շարունակեք նույն ոգով։ Մեզ պետք է, որ նա եւս մեկ սխալ անի, ճակատագրական։ Օրերը միջև փորձաքննությունը տանջալի երկար էին ձգվում։ Ես ու Մարիամը ապրում էինք նույն բնակարանում, որպես երկու ուրվական։ Մեր միջև դեռ անդունդ կար, բայց հիմա մենք ունեինք ընդհանուր նպատակ։ Մեր որդին։ Մենք գրեթե չէինք խոսում, բայց տեսնում էի, թե ինչպես է նա փոխվել։ Նա այլևս չէր խաղում։ Դադարել էր իրար անցնել, դադարել էր ստել։ Նրա մեջ մի տեսակ խաղաղ, վշտալի վճռականություն էր հայտնվել։ Նա ժամերով նստում էր մանկական սենյակում, դասավորելով Միքայելի համար գնված իրերը։ Մի անգամ տեսա նրան այնտեղ լաց լինելիս։ Ձեռքերում պահում էր փոքրիկ գործած կոշիկներ։ Ես ինքս եմ սրանք գործել, շշնջաց նա։ Կարծում էի նա սրանք կհագնի։ Սփոփանքի խոսքեր չգտա։ Պարզապես նստեցի կողքին եւ լուր ձեռքս դրեցի նրա ձեռքին։ Դա առաջին հպումն էր այս ողջ ընթացքում։ Անսովոր էր, գրեթե օտար, բայց դրա մեջ այլևս ատելություն չկար։ Վադիմն այդ ընթացքում իսկական պատերազմ էր սկսել։ Դեղին մամուլում հայտնվեցին հոդվածներ խելագար ճարտարապետի մասին, ով հետապնդում է հարգարժան գործարարին ու նրա ընտանիքին։
Ինձ ներկայացնում էին որպես քաղաքային գժի, ով չի կարողանում հաշտվել երեխայի կորստի հետ եւ հիմա ահաբեկում է անմեղ մարդկանց։ Գործընկերներիս սկսեցին զանգահարել լրագրողները, հարցնելով իմ մասին, իմ հոգեկան վիճակի մասին։ Դա նրա մարտավարությունն էր, վարկաբեկել ինձ, ներկայացնել անմեղ սունակ, որպեսզի իմ ցուցմունքները դատարանում արժեք չունենան։ Բայց նա սխալվեց, Արկադին դա օգտագործեց նրա դեմ։ Տեսեք, ասում էր մեր փաստաբան Կարենը քննիչին, նա ճնշում է գործադրում ոչ միայն վկաների վրա, այլև փորձում է հասարակական կարծիք ձևավորել։ Սա հոգեվարք է։ Եվ ահա եկավ փորձաքննության օրը։ Դա մի տարօրինակ լարված ընթացակարգ էր։ Մեզ երեքիս, ինձ, Մարիամին եւ Վադիմին բերեցին լաբորատորիա։ Երեխային բերեց Ինգան, նրա որդեգիր մայրը։ Նա մեր կողմը չէր նայում։ Սեղմել էր Միքայելին իրեն այնպես ասեց վախենում էր, որ ես հիմա նրան կխլեմ։ Մեզնից արյուն վերցրին։ Միքայելը լաց եղավ, երբ բուժքույրը ծակեց նրա փոքրիկ մատիկը։ Եվ այդ պահին Մարիամը չդիմացավ, նետվեց դեպի նա։ Հանգիստ իմ անուշ, հանգիստ իմ տղա, շշնջաց նա։ Եվ երեխան լսելով նրա ձայնը, հանկարծ լռեց ու սևեռվեց նրան։ Ինգան ետ քաշվեց, երեխային իրեն սեղմելով, եւ նրա աչքերում ես առաջին անգամ տեսա ոչ թե տիրուհու ինքնավստահություն, այլ կենթանական վախ, կորցնելու վախ։ Նա էլ էր նրան սիրում յուրովի, բայց սիրում էր։ Արդյունքները խոստացան մեկ շաբաթից։ Այդ շաբաթն ամենաերկարն էր իմ կյանքում։ Իսկ հետո Վադիմն արեց հենց այն ճակատագրական սխալը։ Նա եկավ մեր տուն մենակ, առանց պահակների, առանց փաստաբանների։ Բացեցի դուռն ու ապշեցի։ Նա կանգնած էր շեմքին, կատարյալ հագնված, բայց աչքերում խելագար փայլով։ Պետք է խոսենք, ասաց նա, հրելով ինձ ու մտնելով բնակարան։ Մարիամը դուրս եկավ սենյակից։ Նրան տեսնելով նա ճչաց. «Ինչ ես անում այստեղ, հեռացիր»։ «Ես եկել եմ քեզ վերջին առաջարկն անելու, Մարիամ», ասաց նա, ուշադրություն չդարձնելով ինձ։ «Դու վերցնում ես դիմումդ, դատարանում ասում ես, որ երեխան նրանը չէ, այլ իմն է, որ դու քնել ես երկուսիս հետ էլ։ Եվ այդ ժամանակ ես հնարավոր է քեզ ներեմ։ Մենք բոլորս միասին կմեկնենք արտերկիր։ Անտոնը կունենա հայր ու մայր, իսկ սա նա գլխով արեց դեպի ինձ, թող մնա իր փայտերի հետ։ Ես քայլ արեցի առաջ, սեղմելով բռունցքներս։ «Կորիր տնիցս»։ «Ես քեզ հետ չեմ խոսում», ճղճղաց նա։ «Մարիամ, որոշիր, հիմա կամ երբեք։ Քո ազատությունը կամ բանտը սրա հետ միասին»։ Եվ այդ պահին իմ արհեստանոցից, որի դուռը կիսաբաց էր, դուրս եկավ Արկադին։ Նա ձեռքում պահում էր իր հեռախոսը, որի վրա վառվում էր ձայնագրիչի կարմիր լույսը։ «Կարծում եմ նա արդեն ամեն ինչ որոշել է, քաղաքացի», ասաց Արկադին ծույլ քմծիծաղով։ «Եվ դուք մեզ դրանում շատ օգնեցիք։ Ուղղակի սպառնալիքներ, շանտաժ, դատարանի վրա ճնշում գործադրելու խոստովանություն։ Հիանալի աշխատանք է, Վադիմ, պարզապես հիանալի»։ Վադիմը շրջվեց։ Նրա դեմքը մեկ վայրկյանում վերածվեց մոխրագույն դիմակի։ Նա հասկացավ, որ թակարդն է ընկել։ Կապկանը փակվեց։ Վադիմը նայում էր Արկադիին, հետո ինձ, հետո Մարիամին։ Նրա ուղեղը, որը սովոր էր ամեն ինչ հաշվարկել, տենդագին ելքեր փնտրում, բայց ելքեր այլևս չկային։ Նա կանգնած էր իմ հյուրասենյակի մեջտեղում, թշնամական տարածքի հենց սրտում, եւ հենց նոր սեփական ձեռքով ստորագրեց իր դատավճիռը։ Դա անօրինական է, թոթովեց նա, ուշքի գալով։ Դուք իրավունք չունեիք ինձ ձայնագրել, սա սադրանք է։ Սադրանքը ուրիշի տուն գալն ու քրեական գործով վկային սպառնալն է, հանգիստ պատասխանեց Արկադին, հեռախոսը դնելով գրպանը։ Իսկ սա նա խփեց գրպանին։ Պարզապես հանցագործության փաստի արձանագրում է։ Իմ ընկերը նա գլխով արեց դեպի ինձ։ Վերջին ժամանակներս շատ նախազգուշացող է դարձել։ Վախենում է, գիտեք, որ իր տուն կարող են ներխուժել ոչ ադեկվատ անձնավորություններ։ Վադիմը հասկացավ, որ վիճելն անողուտ է։ Նրա դեմքը աղավաղմեց զայրույթից։ Նա նետվեց ոչ թե իմ կամ Արկադի, այլ Մարիամի վրա։ «Դու», շշնջաց նա, բռնելով նրա ուսերից։ «Այս ամենը դու ես։ Դու ինձ դավաճանեցիր։ Ես քեզ հողի տակից էլ կհանեմ։ Ես քեզ կոչնչացնեմ»։ Ես թույլ չտվեցի նրան ավարտել։ Բռնեցի նրան ու ուժով շպրտեցի Մարիամից։ Նա թռավ դեպի պատը։ «Մեկ էլ ձեռք տաս նրան», ասացի ես ցածր ձայնով։ Եվ այդ շշուկից թվում էր սենյակում ցուրտ տիրեց։ Ես կմոռանամ դատարանի, ոստիկանության ու մնացած ամեն ինչի մասին։ Հասկացար ինձ։
Նա նայում էր ինձ ատելությամբ, նրա աչքերում այլևս ինքնավստահություն չկար, միայն անկյուն քշված գազանի կենթանական չարություն։ Ձեր փոխարեն քաղաքացի, ես հիմա շատ արագ այստեղից կհեռանայի, խորհուրդ տվեց Արկադին, մոտենալով դրանն ու այն հյուրընկալ բացելով, եւ շատ լավ կմտածեի ձեր ապագայի մասին, որովհետեւ այն, դատելով ամեն ինչից, շատ հետաքրքիր է լինելու։ Վադիմը մեզ վրա նետեց թույնով լի մի վերջին հայացք ու դուրս թռավ բնակարանից։ Մենք մնացինք մենակ։ Մարիամը դանդաղ նստեց բազմոցին, նա դողում էր։ Ամեն ինչ վերջացած է, շշնջաց նա։ Ոչ, պատասխանեց Արկադին, նստելով բազկաթոռին։ Ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Հիմա մեր ձեռքում են բոլոր խաղաթղթերը, այս ձայնագրությունը, գումարած նամակները, գումարած ձեր ցուցմունքները, Մարիամ։ Վաղն իսկ մենք սա հանձնում ենք քննիչին։ Վադիմի գործը ջուրն ընկավ։ Նրան իրական ժամկետ է սպասվում շանտաժի և դատարանի վրա ճնշում գործադրելու համար։ Իսկ դա նշանակում է, որ երեխայի խնամակալության գործում նա կորցնում է իր բոլոր դիրքերը։ Ոչ մի դատարան երեխային չի թողնի մի մարդու մոտ, ով գտնվում է քննության տակ։ Իսկ ես, կամաց հարցրեց Մարիամը, ինչ կլինի ինձ հետ այն սպանության գործը։ Արկադին նայեց նրան։ Դա բարդ հարց է։ Ուղղակի ապացույցներ բացի նամակներից ու նրա խոսքերից չկան։ Մարմինն այդպես էլ չգտան։ Վաղեմության ժամկետը, մի խոսքով, եթե դուք ակտիվորեն համագործակցեք քննության հետ Վադիմի գործով, կարծում եմ դատախազությունը չի բարձրացնի այդ հին պատմությունը։ Նրանց համար հիմա ավելի կարևոր է խոշոր ծկանը նստեցնելը, քան անցյալը փորփրելը։ Դուք նրա դեմ գլխավոր վկան եք, այնպես որ համարեք, որ հանել եք ձեր երջանիկ տոմսը։ Հաջորդ օրը մենք բոլորս քննիչի մոտ էինք։ Արկադին, ես, Մարիամը և մեր փաստաբան Կարենը։ Մենք սեղանին դրեցինք ամեն ինչ՝ նամակները, ձայնագրությունը, Մարիամի մանրամասն ցուցմունքները։ Քննիչը, ով մինչ այդ գործը վարում էր բացահայտ ձանձրույթով, աշխուժացավ։ Նա հասկացավ, որ իր ձեռքում ոչ թե կենցաղային վեճ է, Այլ իսկական մեծ գործ, քաղաքում շատ հայտնի մարդու մասնակցությամբ։ Հենց այդ օրն էլ պատրաստ եղան ԴՆԹ փորձաքննության արդյունքները։ Դրանք պաշտոնական ուղիներով եկան ուղղակի քննչական կոմիտե։ Իմ հայրության հավանականությունը 99.9% էր։ Դա վերջին մեխն էր նրանց ստի դագաղի կափարիչին։ Նույն օրը երեկոյան Վադիմին ձերբակալեցին հենց իր գրասենյակում։ Դա սկանդալ էր։ Քաղաքային բոլոր լուրերը թնդում էին հայտնի գործարարի ձերբակալության մասին, շանտաժի մեղադրանքով։ Նրա կայսրությունը սկսեց քանդվել։ Մենք պատրաստվում էինք վերջնական դատին, երեխայի բնակության վայրը որոշելու համար։ Հիմա իրավիճակը լիովին այլ էր։ Ես կենսաբանական հայրն եմ, հաստատված փորձաքննությամբ։ Մարիամը կենսաբանական մայրն է, ով գործել է ճնշման ու սպառնալիքների տակ, իսկ նրանք, Վադիմն ու Ինգան, ըստ էության առևանգողներ են, ովքեր պահում են ուրիշի երեխային։ Ընդ որում նրանցից մեկը քրեական գործով մեղադրյալ է։ Շանսերը մեր կողմից էին։ Ես ամեն ինչ պատրաստեցի Միքայելի վերադարձի համար։ Մանկական սենյակը կատարյալ մաքուր էր, մահճակալը պատրաստ։ Գնեցի խաղալիքներ, մանկական սնունդ։ Կարդում էի գրքեր երեխաների դաստիարակության մասին։ Ես պատրաստ էի հայր դառնալ։ Եվ ահա եկավ դատի օրը։ Դա փակ նիստ էր։ Դահլիճում միայն մենք էինք, ես, Մարիամը, մեր փաստաբանը, և մյուս կողմից Ինգան, մենակ, Վադիմը կալանքի տակ էր։ Ինգան սարսափելի տեսք ուներ, նա անիհարել էր, աչքերի տակ մութ շրջանակներ էին գոյացել։ Նա մեզ նայում էր լուր ատելությամբ։ Դատը երկար չտևեց, բոլոր ապացույցներն առկա էին, ԴՆԹ եզրակացությունը, Մարիամի ցուցմունքները, Վադիմի դեմ քրեական գործի նյութերը։ Որոշումը կանխատեսելի էր։ Դատարանը որոշեց գոռին ճանաչել երեխայի կենսաբանական հայր, երեխային հանձնել հորը դաստիարակությանը։ Որոշումը ուժի մեջ է մտնում անմիջապես։ Ես չլսեցի դատավորի վերջին խոսքերը, լսեցի միայն մեկ բան՝ երեխային հանձնել հորը։ Ես որդի կունենամ։ Նայեցի Մարիամին, նա լաց էր լինում, բայց դրանք թեթևացման արդյունքներ էին։
Մենք հաղթեցինք։ Երբ դուրս եկանք միջանցք, մեզ սպասում էին դատական կատարողները եւ Ինգան, երեխան գրկին։ Նա պետք է հենց այստեղ հանձներ նրան ինձ։ Նա մոտեցավ։ Նայեց ինձ, հետո Միքայելին, ով քնած էր նրա կրծքին։ Նա համբուրեց նրա գագաթը։ Նրա անունը Անտոն է, ասաց նա խուլ ձայնով, ոչ թե Միքայել, այլ Անտոն։ Նա մեկնեց նրան ինձ, ես վերցրի նրան գիրքս, իմ որդուն։ Նա այնքան տաքուկ էր, այնքան ծանրակշիռ, նա իմն է։ Ինգան շրջվեց եւ առանց ետ նայելու գնաց երկար միջանցքով։ Նրա ուսերը դողում էին։ Ես նրան չէի խղճում, բայց հասկանում էի նրա ցավը։ Նա նույնպես որդի կորցրեց, թեկուզ եւ օտարի։ Ես կանգնած էի դատարանի արձագանքող միջանցքի մեջտեղում, գրկած քնած երեխային։ Կողքից կանգնած էր Մարիամը։ Մենք միասին էինք եւ մենք որդի ունեինք։ Թվում էր ահա այն երջանիկ ավարտը, բայց ես նայում էի Մարիամին, այդ օտարացած կոտրված կնոջը, եւ հասկանում էի, որ մեր ընդհանուր պատերազմն նախարտվել է։ Բայց առջևում մեկ այլ, ամենադժվար պատերազմն էր։ Այն հարցը, թե արդյոք մենք երբևէ կկարողանանք նորից ընտանիք դառնալ։ Տուն վերադարձը տարօրինակ էր։ Մենք երեքով գնում էինք տաքսիով, խլացուցիչ լռության մեջ, որը միայն խախտվում էր գրկումս քնած Միքայելի հանգիստ փնչոցով։ Նայում էի պատուհանից այն կողմ սահող քաղաքին եւ զգում էի ոչ թե էյֆորիա կամ հաղթանակի բերկրանք, այլ ինչ-որ զնգացող դատարկություն ու տագնապ։ Մենք շահեցինք ճակատամարտը, բայց պատերազմը դեռ հեռու էր ավարտից։ Մարիամը նստած էր կողքիս, կծկված եւ նայում էր իր ձեռքերին։ Ինչի մասին էր նա մտածում այդ պահին։ Այն մասին, որ վերադարձրել է որդուն, թե այն մասին, որ իր անցյալ կյանքը, իր սարսափելի գաղտնիքը հիմա դարձել է դատարանի ու քննության սեփականությունը։ Չգիտեի, եւ ճիշտն ասած չէի էլ ուզում իմանալ։ Այդ պահին նա ինձ համար ոչ թե կին էր, այլ պարզապես հանցակից։ Մենք երկու մարդ էինք, որոնց կապել էր մի հանցագործություն եւ մի երեխա։ Տանը ամեն ինչ պատրաստ էր։ Մանկական սենյակը, որը ես այդքան սիրով էի կահավորել, վերջապես սպասեց իր տիրոջը։ Զգուշությամբ որդուն դրեցի մահճակալի մեջ։ Նա շարժվեց քնի մեջ, բայց չարթնացավ։ Կանգնած նայում էի նրան։ Իմը։ Այս պարզ բառը ոչ մի կերպ չէր տեղավորվում գլխումս։ Այս ողջ դժոխքից հետո, այս ողջ ստից հետո նա այստեղ է, ինձ հետ։ Մարիամը մտավ սենյակ ու կանգնեց շեմքին, վախենալով մոտ գալ։ Նա գեղեցիկ է, շշնչաց նա։ Նման է քեզ։ Ես չպատասխանեցի։ Ինձ դատարկված էի զգում։ Ողջ այն էներգիան, կատաղությունը, որն ինձ առաջ էր մղում վերջին շաբաթներին, սպառվել էր։ Մնացել էր միայն հոգնածությունը։ Կապարե, անհույս հոգնածություն։ Գոր, մենք պետք է խոսենք, ասաց նա կամաց։ Դուս եկա մանկական սենյակից, ամուր փակելով դուռը։ Գնացինք խոհանոց։ Նստեցինք դեմ դիմաց այն նույն սեղանի շուրջ, որտեղ մեկ ամիս առաջ փլվել էր մեր կյանքը։ Գիտեմ, դու ինձ չես ների, սկսեց նա նայելով սեղանին։ Ես ներում էլ չեմ խնդրում։ Ես դրան արժանի չեմ։ Ուղղակի ուզում եմ, որ իմանաս։ Ես ամեն ինչ կանեմ մեղքս քավելու համար։ Ես լավագույն մայրը կլինեմ նրա համար։ Ես կծառայեմ ձեզ երկուսիդ։ Ես կլինեմ քո ստվերը, քո ստրուկը։ Միայն մի վռնդիր ինձ, խնդրում եմ։ Նա բարձրացրեց ինձ վրա արցունքոտ աչքերը, եւ ես նորից տեսա այն նախկին Մարիամին, թույլ, վախեցած, ով փորձում էր մանիպուլացնել, խղճահարություն արթնացնել։ Եվ իմ մեջ ինչ-որ բան նորից սառեց։ Դու չես հասկացել, Մարիամ, ասացի սառնասրտորեն։ Հարցը ներումը չէ, հարցը վստահությունն է։ Իսկ դա չկա, եւ այլևս երբեք չի լինի։ Ես չեմ կարող ապրել մի մարդու հետ, ում չեմ վստահում։ Չեմ կարող քնել նույն անկողնում մի մարդու հետ, ով կարող էր վաճառել իմ որդուն։ Չեմ կարող ամեն օր նայել քեզ ու հիշել այս ողջ կեղտը։ Բայց բա երեխան, թոթովեց նա։ Նրան մայր է պետք։ Նրան ազնիվ տուն է պետք։ Իսկ ստի վրա կառուցված տունը վաղ թե ուշ կփլվի։ Ես դա գիտեմ բոլորից լավ։ Ես վերականգնող եմ։ Նա լռում էր, գլուխը կախ։ Դու կարող ես տեսնել նրան, շարունակեցի ես, եւ ամեն մի բառը դժվարությամբ էր դրվում։ Դու նրա մայրն ես, եւ ես նրան չեմ զրկի դրանից։ Դու կարող ես գալ, սպոսնել նրա հետ, բայց միասին չենք ապրի։ Ես ամուսնալուծության դիմում եմ տալիս։ Նրա ուսերը դողացին։ Ուր եմ գնալու։ Շշնջաց նա։ Ես ոչինչ չունեմ։
Բոլոր հաշիվները կալանքի տակ են Վադիմի գործի պատճառով։ Դա քո խնդիրն է, Մարիամ։ Դու ինքն ես ընտրել այս ուղին։ Ես քեզ կվճարեմ բնակարանի արժեքի կեսը վաճառքից հետո։ Դա կհերիքի նոր կյանք սկսելու համար։ Ազնիվ կյանք, եթե դու իհարկե ընդունակ ես դրան։ Ես վեր կացա։ Խոսակցությունն ավարտված էր։ Ես ինձ հաղթող չէի զգում։ Ինձ դահի չէի զգում։ Հենց նոր դատավճիռ կայացրեցի մի կնոջ նկատմամբ, ում ժամանակին սիրել էի, բայց գիտեի, որ այլ ելք չկա։ Փտածը պետք է կտրելու հանել։ Երեկոյան եկավ արքածին։ Նա բերել էր մի շիշ լավ կոնյակ։ Դե հաղթանակի համար ընկեր, ասաց նա լցնելով բաժակները։ Մենք լուր խմեցինք։ Ինչպես է նա, հարցրեց նա։ Ասացի, որ հեռանա։ Նա գլխով արեց։ Ճիշտ ես արել։ Որոշ ճաքեր այլևս հնարավոր չէ փակել, չափազանց խորն են։ Մենք նստած էինք խոհանոցում, ինչպես երկու հին զինվոր մարտից հետո։ Հոգնած, դատարկված, բեց ողջ։ Ինչ կա Վադիմից, հարցրեցի ես։ Նստած է ու դեռ երկար կնստի։ Այնտեղ բացի շանտաժից, ջրի երես դուրս եկան նաև տնտեսական հանցագործություններ, այնպես որ նա շուտ ազատ չի արձակվի։ Ինգան ամուսնալուծության դիմում է տվել, իսկ այն հին գործը չեմ բացի։ Շատ վաղուց է եղել, եւ բացի կնոջդ խոսքերից ոչինչ չկա։ Վադիմը լռում է, այնպես որ հանգիստ քնիր։ Անցյալը ձեզ այլևս չի հասնի։ Նա հեռացավ ուշ գիշերին, իսկ ես մնացի մեն-մինակ իմ նոր կյանքի հետ։ Մարիամը հեռացավ հաջորդ օրը։ Լուր հավաքեց ճամպրուկ նոր տաքսի կանչեց։ Շեմքին նա շրջվեց։ Պահպանիր նրան գոր, ասաց նա, եւ դրանք միակ իրական խոսքերն էին, որ լսեցի նրանից երկար ժամանակ անց։ Եվ ես մնացի, ես եւ որդիս։ Սկսվեցին օրեր իրար նման, անքուն գիշերներ, տակտիրներ, կերակրում ըստ ժամերի։ Ես 48 տարեկան տղամարդս սովորում էի լինել եւ մայր, եւ հայր միաժամանակ։ Դա աննկարագրելի դժվար էր։ Ոչինչ չէի հասցնում։ Տունը կեղտի մեջ կորավ, մոռանում էի ուտել։ Երբեմն պարզապես նստում էի մահճակալի մոտ ու ապշած նայում քնած որդուս, զգալով թե ինչպես է ինձ պատում խուճապը։ Չեմ հասցնի, չեմ կարողանա։ Մարիամը գալիս էր ամենար, ուղիղ ժամը 3-ին։ Նա զբոսնում էր որդու հետ բուրակում 2 ժամ, բերում էր խաղալիքներ, հագուստ։ Նա երբեք չէր փորձում խոսել մեր մասին։ Մենք շփվում էինք միայն երեխայի թեմայով։ Ատամիկներն են դուրս գալիս։ Նոր կերեմ գնել, սա ավելի լավն է։ Նա կատարյալ այցելու մայր էր։ Ես տեսնում էի, թե որքան է նա տառապում, բայց չէի կարողանում։ Չէի կարողանում ինքս ինձ հաղթահարել։ Մի օր նա եկավ ու ասաց. աշխատանք եմ գտել գրադարանում եւ սենյակ եմ վարձել այստեղից ոչ հեռու։ Ես պարզապես գլխով արեցի։ Չգիտեմ ուրախ էի թե ոչ։ Զգում էի, որ այդպես է ճիշտ։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է մաքրման իր ուղին անցներ միայնակ։ Նայում էի, թե ինչպես են նրանք գնում պուրակ, որդիս եւ նրա մայրը, ու ինձ զգում էի աշխարհի ամենամիայնակ մարդը։ Ես պաշտպանեցի ճշմարտությունը, վերադարձրի որդուս, բայց կործանեցի ընտանիքս։ Չգիտեի արդյոք այդ հաղթանակն արժեր այդ կինը։ Անցավ 1 տարի, մի տարի, որը ձգվեց մի ողջ կյանքի պես եւ թռավ մի ակնթարթում։ Միքայելը սկսեց քայլել։ Նա իր առաջին քայլերն արեց իմ արհեստանոցում, հենվելով հին աշխատասեղանի ոտքից։ Նա մեծանում էր աղմկոտ, հետաքրքրասեր եւ զարմանալիորեն նման ինձ, մանկության տարիներին։ Կյանքս նոր խառնաշփոթ, բայց միակ ճիշտ իմաստը ստացավ։ Ես ամեն ինչ սովորեցի՝ շիլա եփել, փակ աչքերով տակտիր փոխել եւ տարբերել մանկական լացի տասնյակ երանգները։ Տունս, որը դեռ վերջերս ստերիլ էր ու դատարկ, լցվեց կյանքով, թափթփված խաղալիքներով, մանկական շամպունի բույրով ու փոքրիկ ոտքերի մշտական թփթփոցով։ Ես իսկապես հայր դարձա 49 տարեկանում։ Մարիամը նախկինի պես գալիս էր ամեն օր։ Մեր սառը պատերազմն աստիճանաբար անցավ փխրուն զինադադարի փուլին։ Մենք սկսեցինք խոսել, ոչ երբեք անցյալի մասին, այլ Միքայելի, գրքերի, եղանակի մասին։ Նա աշխատում էր գրադարանում, ապրում իր վարձած սենյակում։ Նիհարել էր, մազերի մեջ շատ ջերմակություն էր հայտնվել, բայց աչքերից անհետացել էր այն հալածված վախը։ Նա հանգիստ էր։ Նա իր պատիժը կրում էր ոչ թե բանտում, այլ միայնության մեջ, հեռու որդուց, ում կարող էր տեսնել օրական ընդամենը 2 ժամ։ Եվ ես հասկանում էի, որ այդ պատիժը հնարավոր է ավելի սարսափելի էր, քան ցանկացած բանտային կալանք։ Մի օր նա մենակ չեկավ, նրա հետ Արկադին էր։ «Գոր, նորություններ ունեմ», ասաց նա առանց նախաբանի։
Վադիմին 8 տարի տվեցին տնտեսական հանցագործությունների եւ շանտաժի համար։ Սպանության այն գործը այդպես էլ չբացեցին։ Նա փորձեց գործարքի գնալ քննության հետ, մատնել Մարիամին, բայց ոչինչ չստացվեց։ Այնպես որ վերջ, նա երկար ժամանակով դուրս մնա խաղից։ Մենք լռում էինք։ Այս լուրը ոչ ուրախություն բերեց, ոչ թեթևություն։ Դա պարզապես վերջակետ էր մի պատմության մեջ, որը կոտրեց մեր կյանքերը։ Մարիամը լիովին ազատ է, ավելացրեց Արկադին, նայելով նրան։ Նա մեղադրանքի գլխավոր վկան էր, նրան նույնիսկ շնորհակալություն հայտնեցին։ Նա գնաց մեզ թողնելով մենակ։ Մարիամը կանգնած էր պատուհանի մոտ, նայելով թե ինչպես է բակում Միքայելը փորձում աղավնի բռնել։ Հիմա կարող ես չվախենալ, ասացի ես։ Նա շրջվեց դեպի ինձ։ Ես վաղուց արդեն չեմ վախենում, Գոր։ Վախենալու այլևս ոչինչ չկա, ամենասարսափելին արդեն պատահել է։ Այն երեկո, երբ քնեցնում էի Միքայելին, նա ոչ մի կերպ չէր ուզում քնել։ Լաց էր լինում ձեռքերը մեկնում ինձ։ Վերցրի նրան գիրկս, նստեցի օրորաթորին ու սկսեցի օրորել։ Նա գլուխը դրեց ուսիս ու գրեթե անմիջապես քնեց։ Նստած էի մթության մեջ, զգալով նրա տաք կաթնային բույրը, ու մտածում էի այն մասին, որ փտածը պետք է կտրել ու հանել։ Դա հորսը կանոնն էր։ Բայց ինչ անել, եթե այդ փտածը քո մի մասնիկն է, քո կյանքի, քո պատմության մի մասը։ Հնարավոր է անդամահատել անցյալը։ Մարիամն իմ անցյալի մի մասն էր, վատ, սարսափելի, բայց անբաժանելի։ Եվ նա իմ որդու մայրն էր։ Նայում էի քնած Միքայելին ու հասկանում, որ նա, իմ փոքրիկ ոչինչ չիմացող որդին, ամեն օր հիշեցնելու է ինձ նրա մասին։ Ես չէի կարող նրան ջնջել կյանքիցս, առանց վիրավորելու եւ ինձ եւ երախային։ Հաջորդ օրը, երբ նա եկավ, ասացի. «Մարիամ, մնա ընթրիքին»։ Նա զարմացած բարձրացրեց աչքերը։ Ինչու։ Պարզապես, Միքայելը կուրախանա, ես էլ։ Դա առաջին քայլն էր, անվստահ, դժվար, ինչպես որդուս առաջին քայլը։ Ընթրիքը լուր էր ու լարված, բայց մենք երեքով նստած էինք նույն սեղանի շուրջ։ Հետո եղավ եւս մեկ ընթրիք, եւս մեկը։ Մի անգամ, երբ նա քնեցնում էր Միքայելին, սկսեց օրորոցային երգել, այն նույնը, որը ժամանակին ինձ համար երգում էր մայրս։ Կանգնած էի դրան մոտ ու լսում էի։ Եվ այդ պահին զգացի, թե ինչպես է սիրտս 1 տարի կաշկանդած սառույցը սկսում ճակել։ Ես չներեցի նրան, հավանաբար երբեք չեմ կարողանա մինչև վերջ ներել։ Նման մասշտաբի դավաճանությունը չեն ներում, այն մնում է որպես սպի, խորը, տգեղ, ողջ կյանքի համար։ Բայց ես մի բան հասկացա. անհնար է ապրել անդադար նայելով այդ սպիին։ Պետք է առաջ գնալ, ոչ թե հանուն նրա, ոչ թե հանուն ինձ, այլ հանուն նրա, մեր որդու։ Նա արժանի էր ավելիին, քան կործանված ընտանիքի 2 բեկորները։ Նա արժանի էր տան։ Անցավ եւս մի քանի տարի։ Մենք այդպես էլ չմիացանք։ Նորից ամուսին ու կին չդարձանք, բայց դարձանք գործընկերներ, ծնողներ։ Միասին դաստիարակում ենք որդուն։ Նա դեռ ապրում է իր սենյակում, ես մեր տանը։ Բայց հիմա նա չի գալիս ընդամենը 2 ժամով։ Նա մեզ հետ է անցկացնում հանգստյան օրերը, տոները։ Միասին գնում ենք պուրակ, միասին հեքիաթներ կարդում Միքայելի համար։ Մեր կյանքը այն իդեալական պատկերը չէ, որի մասին երազում էի։ Դա բարդ, փխրուն, նորից կառուցված մի մեխանիզմ է։ Մեխանիզմ, որտեղ ստի տեղ չկա։ Մենք սովորեցինք ասել ճշմարտությունը, նույնիսկ երբ այն դառն է։ Ես ավարտեցի այն գրասեղանի վերականգնումը։ Այն դրված է աշխատասենյակումս, կատարյալ անթերի։ Նրա բոլոր թաքնված դարակները դատարկ են։ Դրանցում այլևս սարսափելի գաղտնիքներ չկան։ Երբեմն նայելով դրան մտածում եմ, որ մարդիկ նման են հին կահույքի։ Յուրաքանչյուրն ունի իր ճաքերը, իր որդնակեր տեղերը, անցյալի ուրվականներով փակված դարակները։ Եվ երբեմն ամբողջը փրկելու համար պետք է ոչ թե կտրել ու հանել փտածը, այլ պարզապես բացել բոլոր դարակները, ազատ արձակել ուրվականներին ու սովորել ապրել նրանց հետ։ Դա դժվար է, դա ցավոտ է, բայց միայն այդպես կարելի է հանդարտություն գտնել։ Ես ապրեցի ոչ հեշտ կյանք եւ հասկացա գլխավորը։ Կատարյալ կառույցներ չեն լինում ոչ ճարտարապետության մեջ, ոչ սիրո մեջ։ Ամեն ինչ ունի իր թերությունները։ Կարևորը պատրաստ լինելն է։ Ճաքը հայտնաբերելիս ոչ թե հիմքից քանդել ամեն ինչ, այլ օրեցօր համբերատար եւ ազնվորեն փորձել այն նորոգել։ Իսկ դուք ինչ եք կարծում։
Հնարավոր է կառուցել նորը համատարած դավաճանության փլատակների վրա, թե որոշ բաներ ներել չի կարելի եւ միակ ելքը բոլոր կամուրջներն այրելն է։ Ձեր կարծիքը շատ կարևոր է ինձ համար։